հայոց ցեղասպանությունը ողբերգություն չի, հայոց ցեղասպանությունը հանցագործություն է։ Դա է ինչ սիրաշահելը լավագույն դեպքում կասնի հարվածը ուշացնելու է, բայց ինքը չի կանխելու։ Պետք չի խաբել, պետք չի այդ շատ հաճախ հենց լիբերալական պրոպագանդան տարածել։ Մեր հիմնական նպատակը Թուրքիային պահել մեր կողքին մինչև պատերազմի ավարտը։ Անկախ նրանից կմնա Թուրքիայում հայ դրանց հետո թե չէ։ Իսկ հետո սովետը եկել է ու ասել է սիրելի ընկերներ, եկել է ասել է եկեք Давайте дружно, հա։ Կարելի է ասել, որ մենք ունենք մեր կողքը մի ժողովուրդ, որը ստեղծվել է հայերի նկատմամբ ատելության հիմքով։ Խնդիրն է, որ հայերը սկսել են դրա մասին մոռանալ։ Դու նենգ ես, դու խաբեբայ ես։ Բոլոր իր խնդիրների մեջ մեղավոր ես դու։ Հալավին չեք, զոհի բարտույտ եք մեր մեջ դնում։ Այդ ամեն ինչը հորինած է, որ դա ժամանակակից մարդուն վայել չի, որ տրավմա է առաջացնում ես կա։ Հիմա ժամանակն է եկել մեզ հայերից ասել, never again, էլ մեր հետ չի կրկնվի։ Համաձայնվում են այսօրվա ժամանակակից ամենակեղտոտ պրոպագանդայի հետ, որ չկար ոչ մի անտագոնիզմ, չկար ոչ մի խնդիր, ռուսները արեցին։ Ողջույն, դուք դիտում եք հայկական գործոնը, ես Նունե Մելքումյանն եմ եւ հաջորդ շաբաթ հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է եւ այսօր մենք խոսում ենք հայոց ցեղասպանության մասին։ Բարզես, ես Ավետիք Չալաբյանն եմ եւ այսօր մենք հյուրընկալել ենք ցեղասպանագետ, պատմական գիտությունների տեխնացու Սուրեն Մանուկյանին։ Սիրելի ընկերներ, մինչև ոդկասթը դիտելը խնդրում ենք բաժանորդագրվեք հայկական գործոն YouTube-յան ալիքին, Instagram-ում, TikTok-ում, Facebook-ում հայկական գործոն։ Շնորհակալություն։ Այս վերջերս որոշ իրադարձությունների ֆոնին, եթե ավելի կոնկրետ Իսրայելի եւ Պաղեստինի Գազայի այդ իրադարձությունների ֆոնին, ես սկսեցի կարդալ եւ կարդացի իմ կողմից շատ սիրված Ջոն Միշհայմերի գրքերից մեկը, որը մինչև այդ էլի ինչ որ մի մասով կարդացել էի, այդ Իսրայել լոբի գիրքը, ու սկսեցի դիտել որոշ հարցազրույցներ այլ մարդկանց եւ այլն, եւ հետաքրքիր բան տեսա այդտեղ ինձ համար, իրենք այնտեղ բնութագրում էին հակասեմիտիզմ տերմինի փոփոխությունը տասնամյակների ընթացքում, հա, որ եթե ժամանակին դա հասկանում ենք բոլորս այդ պատմական իր բանը, հա, կշիռը, բայց հիմա ինքը վերափոխվել է որոշակիորեն եւ յուրաքանչյուր մարդ ով Իսրայելի դեմ ինչ որ բան է ասում, հա, իրեն ասում են, որ ինքը նոր տեսակի հակասեմիտիզմ է ցուցաբերում։ Եվ իհարկե իր պատմական տեսանկյունից հնարավոր չի համեմատել հայատյացության հետ, բայց ես հասկացա, որ մենք նմանատիպ բան քիչ ենք անում, հա, այսինքն մենք անընդհատ ասում ենք, որ պետք չի հավասարության նշան դնել զոհի եւ մեր միջեւ, հա, անընդհատ ասում ենք ընդ որում եւ հին ինչ որ ավելի պատմական իրադարձությունների մեջ եւ ավելի նոր, բայց երբ որ ինչ որ մեկը դա անում է, մենք չենք ասում դու հայատյաց ես, հա, այսինքն մենք այդ տերմինի վրա միգուցե այդքան չենք աշխատել, ես ուզում եի հարցնել հայատյացության ուսումնասիրության, դա ավելի հասանելի դարձնելու, ավելի լավ տարածելու մասին էի ուզում հարցնել, ինչ աշխատանք ենք մենք անում հենց ակադեմիական ու ինչքանով է դա կարևոր։ Նախ ասեմ, որ հայատյացության տերմինը այդ արմենոֆոբիա բառը կա, որը նոր տերմին է իրականում, այսինքն ինքը երևի մի 20 տարվա պատմություն մաքսիմում կունենա, միջև այդ համենք չենք կենտրոնացել դրա վրա, որովհետև մի տեսակ չենք ընկալել, որ մեզ այսպես վատ են վերաբերվում միայն նրա համար, որ մենք հայ ենք, այն ինչ որ հրեաները միշտ ընդգծել են։ Եվ հրեական դեպքում, գիտեք, կար այդ առանձնահատկությունը, քանի որ առանցին կրոն էին, եւ դարեր շարունակ վերջում մարդիկ հարյուրամյակներով իրենց առաջին հեշտին ընկալել են որպես կրոնական խումբ, կրոնական համայնք եւ դրա համար երբ որ իրենք թիրախավորվել են, որտեղ եղել են այլ կրոնական տեսանկյունից։ Իսկ ազգը որպես այդպիսի վերջին հաշվով առաջացել է 19-րդ դարի կեսերից եւ նոր մարդիկ սկսել են իրենց ընկալել որպես ազգ եւ նույնիսկ այդ ժամանակ մենք հայերս այսպես մեզ թիրախավորված առանձնապես չենք զգացել այնքանով որքանով, հա, միայն հայոց ցեղասպանությունից հետո էր, որ ինչ որ այդ առումով մենք սկսեցինք մտածենք լեկտուրության, բայց էլի, քանի որ պետականություն չունեինք, քանի որ այսպես ավելի խառն էինք մեր սեփական գործերով, համայնքներով մարդիկ ամեն ինչ կորցրած փորձում էին իրենց կյանքը զրոյից վերականգնեին, չգիտեմ, Հայաստանում փորձում էին ինչ որ պետություն կամ պետությունակերպ ինչ որ մի միավորում ստեղծել, առանձնապես շատ ժամանակ չկար, որ նման թեմաներով զբաղվեինք, ավելի շատ այս թեման սկսեցինք ուսումնասիրել հենց անկախությունից հետո շրջանում, որ հասկացանք, որ իրոք կարող են լինել դեպքեր, որ մարդը թիրախավորվի միայն նրա համար, թե ինչպիսին է ինքը ծնվել, այսինքն ինքը ծնվել է որպես հայ եւ միայն այդ մեղքը, այսպես ճակերտներով ասած, բավարար է, որպեսզի ինքը, չգիտեմ, հետապնդվի, որպեսզի իր նկատմամբ շատ ավելի մեծ լինի ճնշումը եւ նույնիսկ ինքը սպանվի։ Բայց որ ասեմ, այդպես լավ մշակված ունենք
տերմին որպես այդպիսի, ինչպես հակասեմականությունը չունենք, բայց իհարկե աշխատանքներ հիմա վարվում են, գիտեմ, որ աշխատանքներ կան տպած արմենոֆոբիայի մասին, բայց ինձ թվում է անհամեմատելի է, էլի մենք շատ ավելի հետ ենք մնացել այդ առումով։ Գիտես, ոնց դու ասացիր ցեղասպանությունից հետո, բայց հայցության ակունքները ոնց որ մի քիչ ավելի խորն են գնում այնուամենայնիվ։ Ну, եթե նույնն ինձ բարբերաբար ասում շատ պատմության մեջ մի խորացի, բայց գնանք խորանանք։ Չէ, այսօր այդ օրն է, երբ որ մենք պատմության մեջ պատմական գիտությունների տեխնացու ենք։ Ընդհանրապես ասած, ինձ թվում է հայատության արմատները կարելի է տենց որ նայենք մինչև 5-րդ դարել տանել։ Երբ որ օրինակ հայերը, այո, քաղաքեդոգնականությունը չընդունեցին, եւ օրինակ բյուզանդական կայսրի տեսանկյունից իրանք դառան աղանդ, որը չի ենթարկվում իրանց, հա։ Բայց դրա մեջ շատ չխորանանք, որովհետև դա մի քիչ սպეციფიկ դրսևորում էր, թե մեր վրա ծանր է արժեցել այդ ամեն ինչ, էլի, որովհետև այդ պահից սկսած քրիստոնեական մեյնսթրիմը, աշխարհը մեզ միշտ վերաբերվել է որպես աղանդավորներ ու դրա մեջ նաև որոշակի քաղաքական ենթատեքստ է դրել։ Բայց եթե նույնիսկ նայենք հայատության նորագույն դրսևորումները, ապա կարելի է ասել, որ հայատության նորագույն դրսևորումների երևի հիմքում կարելի է դնել Բերլինի կոնգրեսը, տխրահարճակ 1878 թվականի, երբ որ հայկական հարցը դարձավ եվրոպական գերտերությունների Ռուսաստանի եւ Օսմանյան կայսրության միջև այսպես ասած առևտրի առարկա, եւ այդ պահից սկսած Օսմանյան իշխանությունները, մասնապես Աբդուլհամիդը, որ այդ ժամանակ նոր էր կայսր դարձել, նրանք սկսեցին հայերին վերաբերվել, եթե մինչև այդ իրանք վերաբերվում են որպես այսպես ասած լոյալ, բայց երկրորդ սորտի բաներ, հպատակներ կայսրության, իրանք սկսեցին վերաբերվել որպես դիսլոյալ, որոշակի վտանգ ներկայացնող խանգարող էլեմենտներ, դավաճան, նույնիսկ կայսրությունը դավաճանող եւ այլն։ Այդ ժամանակ իդեպ հիմք չկար պնդելու, որ իրանք կայսրությունը դավաճանող են, որովհետեւ իրականում բախմանը իրանք չէին մասնակցել որևէ կերպ։ Բայց իրանք ավելի շուտ սկսեցին դիտվել որպես կայսրություն օտար կայսրության ներքին գործերին, օտար ուժերին բերող։ Ոչ միայն ռուսական, այո։ Ինձ թվում է, որ այն ժամանակ ինչ որ պատմական բաներ կային, որոնք որ բացատրելի չեն, միֆեր են, իրականությունը այդ այլ հարց է, բայց ինձ թվում է, որ ինքը արմենոֆոբիան այնպես ինչպես ինքը կա, հա, այսինքն ատել ու մեղադրել մեկին ուղղակի որովհետև ինքը հայ է, մեր նորագույն պատմության մեջ, ես խոսում եմ 20-րդ դարի, 21-րդ դարի մասին, հսկայական աճ ունեցել, որովհետև մենք ունենք երկու պետություն մեր կողքին, որտեղ որ դա քաղաքականություն է, հատկապես դրանցից ավելի շուտ երկուսն էլ քաղաքական Ադրբեջանում որ հաստատ, այսինքն ավելին ասեմ, ազգակերտման process-ը տեղի ունեցել հենց այն բազայի վրա, որ ազգը ինքնին շատ արմենոֆոբ է ու այստեղ արդեն հենց այդ անպատճառ, հա, հենց ուղակի ատելությունն է, որը որ կա եւ բազմաթիվ օրինակներ կան։ Բան է, այդ էլի պատմականի երբ որ գնանք, մեծ ուրիշ հետաքրքիր դրվագ կա 1905-7 թվականի հայ-թաթարական կռիվները Կովկասում, որոնք ի վերջո դարձան ադրբեջանցի ժողովուրդ ստեղծող ինչ-որ մի երևույթ, որովհետև ասենք իրենց տեքստերը, որ կարդում ես, իրենք, ասենք իրենց ինտելեկտուալները, իրենց այսպես մտավորականները, իրենք խոսում են, որ հայերը ինչի մեզ հաղթեցին, իրենք իրենց պարտված էին զգում այդ կռիվներում, որովհետև հայերը բավականին կազմակերպված էին, դաշնակցությունը շատ լավ այդ խմբեր ուներ, բան ուներ, հա, շատ լավ համակարգ ունեին, բան, եւ դրա համար այն բոլոր տեղերում լոկալ, որտեղ լինում էին բախումներ, հայերը միշտ հաղթող էին դուրս գալու, ու միշտ չասեմ մեծ մասը։ Հա, հիմնականում Թիֆլիսում բանում, ասենք գերիշխան գերակշռություն հայեր դեռ եւ իրենք սկսեցին մտածել ինչումն է խնդիրը եւ այդ ինչումն է խնդիրը բերեց հասցրեց նրան, որ իրենք հասկացան, որ իրենք նույնպես պետք է կուսակցություններ ստեղծեն, իրենք նույնպես պետք է ինչ-որ, չգիտեմ, սեփական գաղափարախոսությունները ստեղծեն եւ վերջո գնան, այո, գնան այսպես ազգակերտման գործընթացով։ Եվ այդ առումով կարելի է ասել, որ մենք ունենք մեր կողքը մի ժողովուրդ, որը ստեղծվել է հայերի նկատմամբ ատելության հիմքով, ուրիշ հիմք իրենց միավորով վերջին հաշվով չի եղել, որտեղ իրանք մի մասը իրանախոս էին, մի մասը թուրքախոս էին, իրանք նույնիսկ ասենք Ախունդովը, որ իրենց այդ այսպես գաղափարական այսպես բաններ, հայրներ, ինքը իրանախոս էր եւ ինքը ասենք մայր Իրանին էր միշտ թղումներ կատարում եւ այլն։ Ադրբեջանցի էլ չէին ասում նույնիսկ, էլի։ Եվ այդ պարագայում ասենք միակ բանը, որ այդ ամբողջ այդ տարբեր ցեղերից, տարբեր թուրքական, իրանական ցեղերից ստեղծված այդ միավորումը, մի մասը շիա են, մի մասը սուննի են, նույնիսկ իսլամի շուրջ չէին դառնում, դա այլի կամ հայի գոյություններ է։ Այդ առումով հա կարող ենք ասենք, որ նույնիսկ
Ես ինձ հիմա բան արեցի, խմբագրեցի, ոչ թե ցեղասպանությունից հետո նաև 20-րդ դարի սկիզբ վերեցի։ Բայց իրականում գիտես ոնց է, ես քո ասացին բացարձակ համաձայն եմ, որ ադրբեջանական ժամանակակից ազգի այսպես գաղափարական հիմքը հայացածությունն է։ Ըստ էության պարադոքսալ է, էլի, որ ամբողջ ժամանակակից ազգը իր տրանսֆորմացիան ցեղերից, ցեղախմբերից եւ այլն դեպի ժամանակակից քաղաքական ազգ անցել է հիմնականում հայացության վրա, բայց եթե վերցնենք թուրքերի մոտ գուցե պակաս չափով, բայց զգալի չափով բոլոր դեպքերում ընդգծված է դրսևորումը կա, որովհետեւ ցեղասպանությունը դա պարզ, ասենք, բան չէր, մարդկանց ոչնչացում չէր։ Նրա տակ գաղափարական հիմք կար։ Գաղափարական հիմքը երիտուրքերի, որոնք նրանք դնում էին, որով իրենք արդարացնում էին այդ սոսկալի ոճրագործությունները, չէ՞, ընդ որում այդ ոճրագործություններին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել։ Եվ այդ վերնախավին 100,000-ավոր ես կասեի։ 100,000-ավոր։ Նույնիսկ 100,000-ավոր նայած ինչին, էլի, հա, բայց նայած ինչին, հա, թաքցնելուն, սեփականությունը յուրացնելուն, այո, 100,000-ավոր մարդիկ են մասնակցել, բայց որպեսզի այդ ոճրագործությունները ինչ-որ իմաստով արդարացված լինեին, երիտուրքերը ինչ էին գցել շրջանառության մեջ, որ հայրը դավաճանեն, հայրը ներսից ուզում են կայսրությունը պայթեցնեն, որ կամ մենք կամ հայերը պետք է ընտրություն կատարեն, կամ մեր հայրենիքը կամ հայերը եւ այլն, այդ ամեն ինչի հիմքում իրանք կարողացան ստեղծել հայատության հսկայական ալիք։ Նույնիսկ ես 1000 ներողություն ընդհատեմ, ուղղակի շարունակելու եմ քո միտքը, նույնիսկ պրիմիտիվ տնտեսական բանի վրա են դրել։ Հայերը նաեւ լավ են ապրում որպես հարստահարողներ, էքսպլուատատորներ եւ ասում էին ոնց կարող է այս գյուղում, ասենք իրանք երկրորդ սորտի մաշտիկ են, բայց լավագույն տները իրանցն են, լավագույն հագնվածը, այսինքն նույնիսկ կենցաղային մակարդակի 10-րդ դարում, երբ որ Օսմանյան կայսրությունը փորձեր էր կատարում, տենց ընդվերում սինուսոիդով էլ մեկ ստացվում էր, մեկ չստացվում, փորձեր կատարում բացվել դեպի Եվրոպա ավելի շատ, հա, հայերը այն տարն էին, որոնք հենց իրանք դարձան Օսմանյան կայսրության Եվրոպայի միջև կապողողակը, որտեղ արագ են լեզուներ սովորում, գնում են եվրոպական համալսարաններում էին սովորում, միսիոներները որ գալիս էին այստեղ հայերին են շփվում, արդյունքում, քանի որ կրթամշակութային կապերը հայերը առաջինը յուրացրեցին, թուրքերը շատ ավելի հետամնաց ու փակ էին, պլյուս ասենք Եվրոպայի այդ կրոնական տարբերություն ունեն կենցաղային եւ այլն։ Հայերը քանի որ դա առաջինը յուրացրեցին, իրանք սկսեցին նաեւ առաջինը յուրացնել տնտեսական կապերը։ Ինչքան մանուֆակտուրա կար, արդյունաբերություն կար, կոմերս կար, բան կար, Օսմանյան կայսրությունում մեծ մասը հայերի ձեռքում հայտնվում։ Եւ ես ասեմ, որ Օսմանյան կայսրությունը նախնական շրջանում դրան չէր խանգարում, դա ձեռնտու էր կայսրությունը։ Որովհետեւ Եվրոպայից ապրանքը բերում էին ու մեծ հարկեր էին վճարում։ Եվ ասենք Օսմանյան կայսրությունը, ի վերջո երբ որ Օսմանյան պետությունը կայսրություն էր, քիչ թե շատ այդ փոքրամասնությունների գոյությունը բան արվում, հանդուրժվում է։ Ասենք ամենին տալիս են իր զարգացման մասը եւ ասում են դու ես ստեղ զարգացրու, բայց սրանց ավել հավակնություն չունեն։ Կանոններ կային, ասենք հրեաներին տալիս էին ֆինանսական համակարգը եւ ասում են դուք այդ ոլորտը զարգացրեք կայսրության համար, ասենք արաբներին, ասենք տալիս էին բանակը, ասենք Օսմանյան բանակները հիմնականում արաբական լեգիոն բան բառը, արաբական գնդերից եւ ասպես բաներից էին բաղկացած, կամ նավատորմը ամբողջը հույների ձեռքն էր, այսինքն իրենք հստակ հայերին տվել էին առևտուրը կամ այդ արտաքին առևտուրը, այսինքն կայսրությունը ինքը բաժանում էր իր տարբեր խմբերին, տալիս էր տարբեր բան եւ կար գերիշխող ազգ թուրքերը, որոնք իրենց թուրքի չէին անվանում, Օսմաններ էին իրենց, Օսմաններ, ասենք եթե, չգիտեմ, Աբդուլ Համիդին ասեին, որ դու թուրք ես, ինքը շատ կզարմանար, էլի, ասենք, որ ինքը իրեն թուրք չէր ընկալում, թուրք ավելի շատ ասում էին այն գյուղացիներին, Անատոլիայի գյուղացիներին։ Դա արդեն Ատաթուրքի բաններ, չէ՞, Միայն Ատաթուրքը չի, նույնիսկ հենց Աբդուլ Համիդի ժամանակ մի բան կար, հունգարացի, այսպես աշխարհագրագի այդ Վամբերին կա, ով գալիս է եւ իր հետ այնց շատ լավ, շատ մտերիմ հարաբերություններ, այն ժամանակվանից արդեն ինքը սկսում է այդ ռոպագանդել թուրք լինելու, այսինքն թուրքականության գաղափար, հետո Զիա Գյոկալպը, Յուսուֆ Ակչուրան, այսինքն այդ մարտիկ այդ տեսությունը զարգացրեցին եւ ի վերջո Օսմանյան կայսրություն հայոց ցեղասպանությունը նաեւ կայսրությունից դեպի ազգային պետության անցման այդ փուլն էր, երբ որ ինքը տրանսֆորմացիա էր ապրում, ի վերջո տեսեք, ինչի է կայսրության համար կարևոր, որ դու ունես տարբեր խմբեր մարդիկ, որովհետև իր գերիշխող ազգը այդ տարբերության վրա կարող է լեգիտիմացնել իր իշխելու իրավունքը։ Ինքը ասում է ես թուրք եմ, ես օսմանցի եմ, ամենաբարձրն եմ, դու ասենք արաբ ես, մի աստիճան ցածր ես, դու չգիտեմ հույն ես, հրեա ես, հայ ես եւ այլն, եւ այդ աստիճանակարգը քեզ որպես օսմանցի թույլ է տալիս իշխել այս ազգային պետության մեջ բոլորը այսպես հավասար են, էլ ասենք իրենք
մի ազգ են եւ դրա համար այստեղ շատ ավելի դժվար է լեգիտիմություն գտնել քո իշխանությունը արտարացնելու համար։ Մնացածները պետք է ուղղակի բան անել, վերացնել։ Հա, վերացնել կամ ձուլել, կամ դու դառնում ես մի այն Օսմանլիկ կոչված ազգը, Օսմանյան, իրանք սկզբից դե փորձեցին, չէ, օսմանականություն առաջ քաշեն, եւ իմ ջարից ասեմ, մի հատ հետաքրքիր բան կա, որ հայերը շատ ոգևորված էին եւ այս արևմտյան այդ քաղաքացիական ազգի բանից ելնելով շատերը ընդունեցին, օրինակ որ նայում ես, շատ հայերը իրանք նույնպես օսմանցի ազգից են ասում եւ մի հետաքրքիր զուգահեռ կա միջև այսօր Պոլսում կան հայեր, որոնք իրենց օսմանցի են համարում։ Ես ես մի օրինակ բերեմ, Հրանտ Դինկի մայից հետո երևի գիտեք այդ մարդուն Էթիեն Մախչուպյան կար, որ Դինկից հետո գլխավորեց Ակոս Թեշը եւ նույնիսկ մի շրջան Էրդողանի խորհրդականն էր, եթե հիշում եք։ Եվ հիշում եմ մի ինտերվյուերը, որ իրան հարցրեցին, ապրել բանը 15 թվականից առաջ էր 2015, հարցին ասին, բայց դուք հայ եք, չէ, ոնց եք զգում, ասում է ես ինձ հայ չեմ զգում, ասում է հայկական ընտանիքում եմ ծնվել, բայց ես զգում եմ ինձ օսմանցի։ Ասենք տեսեք կայսրությունը չկա, Օսմանյան կայսրությունը 100 տարի արդեն չկա, բայց կային այդ երկրում մարդիկ, ովքեր միջև հիմա իրանց այդ կայսրական տրադիցիայի մասն են։ Մարդիկ, մենք գիտեք տենց հայերի մասին խոսել ենք մի անգամ հարմար Թուրքիայի համար հարմար, այն որ ասում է ցուցադրական հայերի, հա, այս դրա օրինակն է։ Իմիջիայել վերադառնալով արմենոֆոբիային ու հենց ցեղասպանության հետազոտության վերաբերյալ, մի քանի տարի առաջ կարդում էի ադրբեջանական դասագրքեր ռուսերեն լեզվով, որոնք որ երևի ռուսական դպրոցների համար էին, հա, մենք գիտենք, որ հեսա կխոսենք դրա մասին, ու հետաքրքիր էր, ինձ զարմացրեց, ինձ թվում է, ես այդ ժամանակ դեռ այդքան լավ չէի հասկանում, էլի մասշտաբները, այսպես ասած, այս ամեն ինչի, որովհետև միայն ժխտումը չի, հարցը նաև մեր ժխտվող, իրանց կողմից ժխտվող ցեղասպանությանը սեփական հնարած բազմաթիվ ցեղասպանություններ դնելն է դիմացը, հա, ու դա ապշեցուց, ընդհանուր է ամբողջ է դասագրքերը ես բական ապշած էի, որովհետև դա մի հատ առանձին մի հատ կինո էր էլի, բայց այդ դա ու ինչքանով կարևոր է այդ տեսանկյունից ակադեմիական հետազոտությունը ցեղասպանության իրական ոչրի էլի, որովհետև այդտեղ ինչ ամեն էջի վրա փոքր ցեղասպանություններ բոլորը հայերեն էին արել, էլի, այսպես վիճակ էր։ Պատմության դասագրքեր երեխաների համար։ Ես հիմա հենց այդ ուղղությամբ էլ աշխատում եմ, հոդված եմ գրում հենց այդ վերաբերյալ ու ես էլ եմ կարդում, շատ ծանր աշխատանք է իրականում, որ դու կարդում ես ու հասկանում ես, որ դա արհեստական ստեղծված այսպես արհեստական իրականություն է, որ մարդիկ ստեղծել են, բայց նաև բանը շատ հետաքրքիր մի բան կա, մենք կարող ենք ծիծաղենք, բայց դա բանը, ասենք պատմությունը սկսվում է հին դարերից, հա, իրենք ցույց են տալիս այդ Ազոխի բանից, որտեղ հա, Քարանձավից, որտեղ ամենահին այսպես բաներն են գտնվել, մարդկանց գոյության եւ այլն, եւ հետաքրքիր է, որ այդ գլուխը կենտրոնանում է ոչ թե այդ նախնադարի կամ մարդու կենցաղի բանի, այլ այդ գրքում հարցերի այդ հանձնարարությունների մեջ դրված է, թե Ազոխը հայկական օկուպացիայի ժամանակ ինչքան վնասներ է կրել, ինչպես էին հայերը կեղծում սրա պատմությունը, բերելով օտարերկրագիտնականներ եւ այնտեղ իրենց այդ ուսումնասիրություններ անել, այսինքն որպեսզի հասկանանք, որ հին դարերից սկսված իրենց մոտ կա այդ երեխայի դա ընդ որում 5-րդ դասարանցի երեխան է, պատկերացրեք, ինքը առաջի դասը արդեն մտնում է հայկական հայտարարության մեջ եւ հետաքրքիր մի բան էլ կա առաջի պետական կազմավորը իրանք խոսում են դա մանապետությունն է որը եղել է Ուրմիա լճի արևելյան հատվածում եւ կարող եք հիմա գուշակեք ուզում եմ որ դուք գուշակեք ով էր մանայի հիմնական թշնամին Դե ես կարդացել եմ այդ նույն դասագիրքը թողավի ով կարող է կամ Հայաստանը կամ Ուրարտուտ եւ դուք կտեսնեք որ ուրարտացիները նույն էպիտետներով են բնորոշվում, ինչ որ հետո պետք է գան հայերի մոտ։ Այդպես լավ է, այդ նշանակում է իրանք ուրարտացիներին հայ են։ Այո, ուրարտացիներն էլ է։ Բայց իրաց մոտ այդ դիսոնանսը կա, ես նկատել եմ այդ գրքերից էլ, այսինքն այնտեղ ինչ որ բաներ կան, որոնք որ հիմա ուրիշ ձևի են ասվում, իրանք այդ առումով իրար մի քիչ չեն բռնում, բայց այդտեղ հարցեր կան վերջում, դե այնտեղ անպայման լինում է, ինչ էր ասում Հեյդար Ալիևը, անպայման, այն սկզբից այդ փորձը, բայց նաև վերջում լինում է օրինակ բնութագրի, չգիտեմ, երկու պարբերությամբ բնութագրի հայի, չգիտեմ, կեղծավոր տեսակը, լուրջ, ասեք, բայց դասարանի գրքեր այս է։ Տեսեք, ես դա էլ կոնտենտ անալիզ եմ արել, հայ բառը առանցին չօգտագործվում, նեյտրալ։ Միշտ կա կեղծ հայ, նենք հայ, դավաճան հայ, թշնամի հայ, այսինքն այդ բառերը իրենք միշտ ասենք երեխայի ուղեղում նեյտրալ հայ չի կարող լինել, ինքը կարող է լինել միայն բայց եկեք մի հատ փորձենք այդ ամեն ինչի բաների էլի պատճառների մեջ էլ փորձենք մտնել էլի ոչ թե իրանց արդարացնելու բնականաբար չենք հա չէ իհարկե մենք այդ պատճառները ավելի լավ հասկանանք գուցե հակաթույնել կկարողանանք էլի ավելի արդյունավետ եկեք
Հիմա նայ, դու ունես ըստ էության մի հատ պետություն, Ադրբեջանի Հանրապետությունը, հա, այսօրվա, որը առաջացել է Խորհրդային Միության տրոհման արդյունքում, իսկ մինչև էլ իր նախնական վերսիայի մեջ առաջի անգամ ընդհանրապես ի հայտ է եկել ռուսական կայսրության ժամանակավոր թուլության պատճառով, երբ որ ռուսական կայսրությունը տարածել են 3 տարով այս տարածաշրջանից հեռացել է, որտեղ իր ներքին երկպառակտության մեջ էր, հետո վերադարձել է։ Վերադարձել դες այնտեղ նոր բան է առաջացել, ստիպված եղել դրա հետ հաշվի նստել, ոնց որ անցյալ անգամ Միքայել հետ ենք դրա մասին խոսում։ Հիմա իր շահերից ելնելով սովետական միությունը սկսել է այդ ամեն ինչին սուբյեկտայնություն տալ եւ այլն, որովհետեւ եթե մենք վերցնենք օրինակ Խորհրդային Ադրբեջանը 1921 թվականի կամ 20, երբ որ խորհրդային զորքերը այնտեղ վերացան, դա շատ բարդ բան էր։ Բաքվում մի իշխանություններ, իհարկե այդ պայն արդեն մուսաֆատական էր, բայց մինչև այդ կոմունայի իշխանություններ, որը լրիվ բազմազգեր ընդհանրապես ադրբեջանական չէր։ Այդ 26 կոմիսարներից կարող է 2-ը կամ 3-ն էին, որ մուսուլման էին, մնացածը հայ, ռուս կամ հրեա էին, չէ։ Հիմա լրիվ բազմազգ բան էր, այդպես միկրոպետություններ Բաքվում։ Որը ընդունում էր կենտրոնական, այսպես բոլշևիկյան կառավարության իշխանությունը։ Այսպես կոչված ադրբեջանական այդ ժողովրդավարական կամ դեմոկրատական հանրապետության կառավարությունը ընդհանրապես գյանջային էր նստում։ Արցախը հայկական էր եւ այլն։ Այնտեղ Թալիշ Մուղանի հանրապետություն կար, որը ընդհակառակը բաներ տենց պրոպասկական։ Նախիջևանը եւս հայկական։ Նախիջևանը հայկական էր բնական է եւ այլն։ Հիմա դες այդ խառը վիճակում իրենք սկսեցին այսպես իրենց պետականակերտման եւ ազգակերտման գործընթացը եւ այդ պետականակերտման եւ ազգակերտման գործընթացի հիմքում դες ինչ որ բաներ կան, նաեւ իրադարձություններ կան։ Օրինակ դու նշեցիր 1905-ից 1907 թվականի հայ-թաթարական բախումները, որոնք մեծ հաշվով ավելի շատ հայերի օգտին են ավարտվել, չնայած ոչ ամենուր եկել, նայած որտեղ օրինակ դու Թիֆլիսը նշեցիր, որտեղ Թիֆլիսում հայերը մեծամասն են։ Հա, դեղն եղել ջարդեր են եղել ուղղակի հայկական, ուզում ասեմ, հա, այդպես բայց մեծ հաշվով ավելի շատ մեր օգտին են ավարտվել եւ ստիպված ա եղել կայսրությունը ռուսական միջամտի, որպեսզի խաղացնի։ Հետո նայում ես 1918-ից 1920 թվականի ընկած ժամանակաշրջանը։ Իրականում որ մտածում ես դա ծայրահեղ իրականում հակադրության ժամանակաշրջանը այն չի, որովհետև մենք օրինակ խոսում ենք Շուշիի ջարդերից 1920 թվականի, բայց ջարդերը եղել են 1910 թվականին Բաքվում երկու ստեկ։ Այո։ Երկու ստեկ, երկու կողմից էլ ջարդեր են եղել եւ մեծ քանակությամբ մուսուլմաններ են զոհվել եւ մեծ քանակությամբ հայեր են զոհվել, նայած երբ էլի սկզբից մուսուլմաններ են զոհվել, հետո հայեր են զոհվել, ջարդեր են։ Հետո Արցախի շուրջը այդ ամբողջ դիմակայությունը բերել է էլի երկու կողմից։ Հետո պետք է նաև հիշենք, որ թուրքական բանակը մի շրջան ամբողջությամբ անցել է իր ճանապարհին կոտորելով հայերին, բայց նաև պետք է հիշենք նրա մասին, որ ասենք օրինակ Զորավար Անդրանիկի զորքը Արևմտյան Հայաստանից նահանջելով իր ճանապարհեցել կոտորելա որոշակի մուսուլմանական Զանգեզուրը իջե եւ Զանգեզուրն է մաքրել, հա, հետո նույն որոշակի գործողություններ արել եւ Նժդե եւ այլն, այսինքն այդ երկու ստեկ այդ տարիները 1918-ից 1920-ի վերջը մինչեւ եղել է փոխադարձ, ասենք, անտագոնիզմի ծայրահեղ աճատեր ունեցել, իրանց կողմից էլ, մեր կողմից էլ եւ այդ իմիջած բանա կյանքի մահու կռիվ է եղել։ Այո։ Եվ մեծ քանակությամբ հայեր են զոհվել եւ մուսուլմաններ են զոհվել, արդյունքում ասենք այդ բանը, անտագոնիզմը, թշնամությունը հասել է մի հատ ծայրահեղ աստիճանի։ Ծայրահեղ աստիճանի անցել երկու ստիք։ Իսկ հետո Սովետը եկել է ու ասել է սիրելի ընկերներ, եկել է ասել է եկեք давайте жить дружно, բայց давайте жить дружно չի ասում, որովհետեւ խնդիրն է, որ հայերը սկսել են դրա մասին մոռանալ։ Համաձայն եմ։ Հայերի հիշողությունը, քանի որ ընդհանուր առմամբ կարճ է, իրենք սկսել մոռանալ։ Հիմա էլ ահագին մարդիկ ասում են, այ խորհրդային տարիներին մենք ադրբեջանցիների հետ լավ էլ ապրում ենք։ Լավ չենք ապրում։ Այդ է ասում, համաձայնվում են այսօրվա ժամանակակից ամենակեղտոտ պրոպագանդայի հետ, որ չկար ոչ մի անտագոնիզմ, չկար ոչ մի խնդիր, ռուսները արեցին։ Ինչը ինձ համար երևի ամենավտանգավոր ու զարհուրելի բանն է, որ այսօր կարելի է ինչ որ բարի ռուսներն են դրան մասնակցել, բայց հաստատ կապիտալիզացիա են ունեցել միգուցե, այդ այլ հարց է։ 1920 թվականին, ասենք Շուշիի ջարդը ռուսները ոչ կապ չունեն, դեռ իրենք այդտեղ չէին ֆիզիկապես։ Որտեղ ռուսական կարմիր բանակը բոլորս գիտենք որ դրանից 1 կամ 2 ամիս հետո է մտել ընդհանրապես ապրիլ ամսին, մտել Ադրբեջանի տարածք, տեղի ունեցել խորհրդայնացում եւ այլն։ Իրականում որևէ կապ չունեն դրա հետ։ Այսինքն այդ անտագոնիզմը բնական կերպով սրվել էր հայերի եւ մուսուլմանների միջև եւ իմիջիայլոց այդ անտագոնիզմը, տես օրինակ դու ասում ես 1905 թվականի մասին, ինքը սրվել է ամբողջ 10-րդ դարի ընթացքում, ինչեւ 10-րդ դարի ընթացքում մուսուլմանները, որոնք մինչև այդ պարսկական կայսրության օրոք
համարում էին իրանց ոնց որ գերակշռող ռասան այդտեղ տարածություն 100 տարվա ընթացքում տեսան որ հայերը եւ քանակապես եւ իրանց նյութական կարողության տեսանկյունից եւ քաղաքական ազդեցության տեսանկյունից կազմակերպման տեսանկյունից ամենուրեք իրանցից առաջ են գնում իրանք ավանդում առաջ են գնում ոչ միայն այստեղ այն տարածքում որ այսօր Ադրբեջանա կոչվում ամենուրեք Բաքվում նավթարդյունաբերողները հայեր են Բաքվում Թիֆլիսում բարձա բնականա բայց նույնիսկ Բաքվում որ իրանց այսպես ասած կենտրոններ այնտեղ ավելի շատ հայեր ապրում քան թե մուսուլման ու այդ հայերը անհամեմատ ավելի հարուստ են քան թե մուսուլմանները այդ անտագոնիզմը տեղը շատ էր այդ միայն այն Արցախի այն տարածքը չի որ մենք հիմա միայն լղիմը չեմ ասում այնտեղ կար նաև եւ ոչ միայն այդ 7 շրջանները կար հյուսիսային Արցախը կար այդ բոլորը հայեր էին ու հիմնականում հայեր էին ու նույնիսկ դա այնպեսի բաներում էր դրսևորում որոնք միգուցե տնտեսական տեսանկյունից մեծ բան չեն բայց օրինակ նույն Չարտախլու գյուղը որի մասին բոլորս գիտենք հա որը 2 մարշալ ա տվել բազմաթիվ հերոսներ ա տվել եւ դա մեծ պատմություն էր եւ դե յուրե Չարտախլուն Ադրբեջանի մաս էր բայց դե ֆակտո դա հայկական հերոսական պատմություն էր որը էլի հայկական հերոսական գյուղ էր ու այդ ամեն ինչը ես նույնիսկ հիշում եմ մի ընկերուհի ունեմ ինքը Ստեփանակերտցի է այդտեղ ամեցություն որում պատերազմի տարիներին 10-11 տարեկան է եղել ու ինքը ինձ պատմում էր իդեպ ինքը բավականին սենց այդ առումով փորձում է լոյալ լինել որովհետեւ նա ինքը սովոր է ինքը տեսել է փոքր ժամանակ ադրբեջանցիներին ինքը տենց բան չունի էլի հրեշացում չունի այդ առումով բայց ինքը օրինակ ասում էր մենք զարմանում էինք ասում էր մենք ունենք հարևաններ որոնք որ ադրբեջանցի էին ու բժիշկ էին ասում են մենք ասում ենք ադրբեջանցին բայց բժիշկ են որովհետեւ այդ բոլոր բաներում հայերն էին ու Բաքվում էլ էր տենց այսինքն կրթվելը սովորելը ինչ որ բաներին ասել դա բավականին մեր մասին էր էլի եւ ես գիտեմ որ ինձ հեսա ուրապատրիոտիզմի մեջ կմեղադրեն բայց դա տենց է դա փաստացի այդպես է դու այդ հարցը բարձրացրիր հիմա դու պատկերացրու որ հիմա մենք այն ադրբեջանցիների հետ գործ չունենք մենք ունենք 20 տարվա պրոպագանդայի մամլիչով անցած այդ քո նշած եւ իմ նշած դասագրքերի միջով անցած մարդկանց որոնք այդ երեխաների որոնք մանավանդ այդ 2020 թվականի պատերազմից հետո այսպես դասերն են սկսում բաներով ադրբեջանական դրոշ բարձրացնելու իրանց այդ զոհվածների նկարներին անունները արտասանելով YouTube-ում ասենք եթե մեր դիտողները ուղղակի փնտրեն կգտնեն հարյուրավոր նման ռոլիկներ ինչպես են երեխաներին կանգնացնում դպրոցների բակում եւ ստիպում որ նրանք ճոր լոզունգներ գոռեն մահ թշնամիներին կեցեն մեր հերոսները այդ այսինքն միլիտարիզացիան եւ այդ հակահայկականությունը ամենօրյա այսպես կյանքի բան է դարձել եւ այդ առումով ասենք ես իհարկե համաձայն եմ որ դարաշրջանում դա երկուստեք ատելության շրջան էր բայց մեր հասարակությունը ես բոլորովին համարժեք գոնե պատրաստվածություն չեմ ասում մեր մոտ ատելություն սերմանենք բայց մեր մոտ գոնե մարդկանց չենք պատրաստում որ պաշտպանվելու ենթադրենք վաղ մյուսօր ենթադրենք մենք ճուր իդեալական աշխարհում ենք ապրում չգիտեմ ինչքանով դա կլինի իդեալական որ սահմանները բացվում են խաղաղության պայմանագրեր մենք գնում ենք այսպես բայց մենք մեր հասարակությունը չենք պատրաստվում որ դու շփվելու ես վաղը այն մարդու հետ ով կր դպրոցում 10 տարի շարունակ անցել է որ դու վատն ես, այսինքն դու նենգ ես, դու խաբեբայ ես, բոլոր իրախնդիրների մեջ մեղավոր ես դու։ Այսինքն եթե ինչ որ բան այդ այնքան տարածված իմիջիալոց նարատիվ է շատ տարբեր հարթությունների վրա օգտագործվող էլի, բայց ու շատ հարմար իշխանություններին միշտ հատկապես երբ որ ավտորիտար երկար ինչ որ տասնամյակներ իշխող ընտանիք է, երբ որ բոլոր քո խնդիրների մեջ մեղավորը այլ կողքի հայ։ Արտաքին, այո։ Ուրիշը։ Նա իրականում եթե մտածենք, ես հիշում եմ իմ վրա դրա ազդեցությունը, էլի հայատացության կտրուկ աճ Ադրբեջանում տեղի ունեցել Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո։ Մինչև այդ իր հայրը Հայդարը թեև հայացած էր, բայց ինքը զգում էր, որ Ադրբեջանը պարտված է, ինքը ուներ այն գիտակցությունը, որ ավելի լավ է փորձել որոշակիորեն ինչ-որ մի հատ ընդհանուր հայտարարի գալ հաշտեցնել, մենք գիտենք այդ Քիվեստի պատմությունները բաներ եւ այլն, հա։ Եվ ինքը համենայն դեպս հայտարարության այդ բանը խոսափողը այդքան ակտիվ չէր օգտագործում։ Երբ որ եկավ Իլհամը, եւ եկավ նաեւ այն գիտակցության, որ իրանք մեծ նավթային հանքավայր ունեն եւ հեսա փողը կսկսի հոսել Ադրբեջան։ Ինքը հայտարարության այդ բանը խոսափողը միացրեց ամբողջ ուժգնությամբ։ Եվ ես օրինակ այդ ժամանակ Մոսկվայում էի ապրում, ես տարածություն 1-2 տարվա ընթացքում զգացի թե Մոսկվայում ապրող ադրբեջանցիները, որոնք իդեպ
հարաբերականորեն եւ ավելի կրթված էին եւ ապրում էին ռուսական միջավայրում ու ավելի օքեյ են միշտ հայերի հետ հայերի հետ էլ հայտնի է չէ որ հայերի հետ նստում էին հասցեին ես էլ եմ ասպիրատուրասներ եղել մեկ էլ այդ ադրբեջանցի ես այդտեղից գիտեմ ինչ ադրբեջանցի ճանաչում այդտեղից սկսեցին փոխվել մեր աշխարհ ադրբեջանցիները սկսեցին ընդ որում հայերը չէին փոխվում իներցիայով նույնն էր էլի ադրբեջանցիները սկսեցին փոխվել իրանք սկսեցին իրանք ռետորաբանությունը սկսեց փոխվել իրանք սկսեցին հայերի նկատմամբ շատ ավելի վատ իրանք պահել շատ ավելի տենց լկտի կոպիտ բան եւ այլն որը ի վերջո կուլմինացիա եղավ այն նրա մեջ ինչ որ մենք տեսանք այսինքն 16 թվականից սկսած մարտական գործողություններ պատերազմից հետո մարտական գործողություն չէ Արցախի օկուպացիան որովհետեւ մեծ հաշվով եթե մի հատ տենց մեծ բանի համայնապատկերի մեջ նայենք այդ ամենի դա Ալիևի կոնկրետ Իլհամի իշխանության ամրապնդման եւ իր առանցքի շուրջը նոր ադրբեջանական ազգի կոնսոլիդացիայի հիմնական բանն է եղել, խաղաքարտն է եղել, հիմնական առանցքն է եղել եւ իդեպ դες շատ ենք խոսում խաղաղության պայմանագիր, բայց երկի ճակերտներով եմ ասում, չի կարա Ալիևը խաղաղության պայմանագիր կնքի, որովհետեւ դա դրա դիմաց ինքը իշխանության բա վճարելու։ Իր ամբողջ իշխանությունը կառուցված է հայերի դեմ մարտնչող ատելապաշտ ռետորաբանության վրա չի կարա։ Որ ու ես որ նայում ես իրան սոցցանցերը, նույնիսկ փորձում ես իրան մոնիտորինգ անել, ես փորձում եմ բազմատ ընդ որում այդ թվում անդիմադիր, որոնք Ադրբեջանում չեն, Ադրբեջանից դուրս են եւ այլն, տեսնում ես եւ մեկնաբանությունները եւ նյութերը, որ ոչինչ բայց տեսեք Ղարաբաղը հետ բերեց, հա, այսինքն այդ նարատիվը կա ինքը աշխատող բան է լրիվ։ Դաստիճ Իլհամի, մենակ Իլհամի չէ, իր շրջապատի էլիտա է։ Ես մի բան եմ ուզում հիշացնեմ, դա անպայման կուզենամ որ մենք ֆիքսենք։ Այսօրվա իրենց արտաքին գործերի նախարարը Ջեյխուն Բայրամովը երկար տարիներ եղել է Ադրբեջանի կրթության նախարարը։ Իսկ դա այն մարդն է, ով որ այդ դասագրքերը հաստատել է, այդ մարդն է, որը ներմուծել է այդ այսինքն ինչ ասեմ, Գեբելսի գործունեությունը, ինքը գործառույթներ է իրականացրել եւ երբ որ այդ մարդը այսօր ասենք խոսում է խաղաղության պայմանագրի մասին, ես միշտ հիշում եմ այդ դասագրքերը եւ այդտեղ պարունակող հայ կերպարը եւ ընդհանրապես այդ վերաբերմունքը, որ մեր նկատմամբ կա։ Քարտեզները Շատություն դարձրել ես քարտեզները, որոնք իրանք ներկայացնում են այս ամբողջ տարածաշրջանը, որ ամբողջությամբ Ադրբեջանը մի փոքրիկ այսպես կտոր տրված այդ մեծ Կարսից սկսվում է Ադրբեջանը Բաթումով, Կարսից եւ Բաթումով եւ վերջանում է Բաթումով։ Այո, մի փոքրիկ Երևանով այսպես բանով ընդ որում Երևանը առանձին հատ գլուխ է Երևանի վերաբերյալ, որ իրենք ուղղակի մեզ նվիրել են։ Ուզում ասեմ, որ մենք ուղղակի պետք է հասկանանք, որ նման պետության հետ գործ ունենք եւ գոնե ասենք պատրաստվենք։ Ես դեպ այդ նույն կոնտեքստով համեմատության համար որքանով մենք չենք պատրաստվում, էլի մի քիչ այդ ինչպես ասեմ storytelling-ից, հա, ներկայացման ձևից պատմեմ, ուրեմն այդ դասագրքերում ինձ դե ես պատմության մասնագետ չեմ, ես նայում եմ ավելի դրան ռոպագանդայի տեսանկյունից դա ավելի բան է ինձ։ Ու ես ուշադրություն էի դարձնում նրա վրա, ոնց են պատմվում, ուրեմն պատմության դասագիրք, հա, բայց պատմությունները մոտերպես էսպես են։ Եվ տատիկը տեսավ Շիրիմը իրա կորցրած այնտեղ ինչ դստեր եւ արդյունքը Ադինոկա Էսլիզա ասում ասկացի այսպես ու սենց շատ սենց նատուրալ ինչ որ բաներով պատմվում են, բրազիլական սերիալ է իրական մեկը գտնում է եւ այլն, բայց ուզում եմ ասեմ այդ storytelling-ը շատ մեծ կապ ունի։ Հիմա եկեք մի հատ մեր պատմությունները, հա, որոնք հատկապես մեր լիբերալ շրջանակները տարածում են։ Լավ էր, մենք ունենք մի հատ ծանոթ, ինքը մեզ սենց արեց, չգիտեմ, մենք իրանց սենց արեցինք։ Լավ էլ առևտուր էինք անում, գնացի Թուրքիա, չգիտեմ, գնացի շուկա, մեր սիրելի, ասենք, արևմտա սիրելի հաշկերներ, կանաչի առաջ, չգիտեմ, տեսա որ մարդ են, դու մի ասա, չգիտեմ, եւ այլն, այսինքն իրանց ու մեր այդ տարբերությունը, այդ նարատիվների, ես իդեպ հիշում եմ Հեյդար Ալիև, նու երբ որ ես ավելի փոքր էի եւ Հեյդար Ալիևն էր դեր ու իսկապես երևի գրադուս ավելի ցածր ընդհանուր հայտարարություն, որովհետեւ ես հիշում եմ, որ այստեղ խոսվում էր, որ ինքը իրականում հայերեն շատ է հարգում, ինքը հայերեն էլ խոսել գիտի, չգիտեմ, ասեցի, հա, սենց ինչ-որ բաներ կա, իսկ հիմա իրանք լրիվ սենց զինված են, այդ իրանց պրոպագանդայի տեսանկյունից, մենք սենց ինչ-որ խաղացան պայմանագիր։ Բայց գիտես, հետաքրքիր բան ես ասում էլի, ինձ թվում է այս այն ամեն ինչ որ տեղի է ունենում հիմա մեր հետ, եւ այն կորուստները, որ մենք կրել ենք, էլի, պետք է անհետևանք չանցնի։ Ի վերջո, այս կորուստները պետք է մեր մոտ սրեն են գիտակցությունը, որ մենք ընդհանրապես ասած այս մեր հարևանների ձեռը վտանգված տեսակ ենք դարել։ Եվ վտանգված տեսակը կարող է իրեն վերարտադրել եւ կայունացնել եւ զարգացնել մենակ այն դեպքում, եթե այդ վտանգի գիտակցությունը իր մոտ չտեսակ է եւ ինքը հակաթույն է մշակում այդ վտանգի համար։
նախորդ անգամ էլ Միքայել հետ մենք խոսում ենք մասնապես Իսրայելից, հրեաները երկար ժամանակ եղել են վտանգված տեսակ գետոներում ապրող, պարբերաբար ջարդերի ենթարկվող, պարբերաբար արտաքսումների ենթադրվող եւ այլն, մինչեւ այդ կուլմինացիա եղավ հոլոկոստի միջոցով, չէ՞։ Դրանից հետո հրեաները մեզ շատ բարձ բան ունեն, որ ասում են never again, այսինքն էլ երբեք չի կրկնվելու։ Էլ զող չենք։ Էլ մեր հետ երբեք չի կրկնվելու։ Հիմա ժամանակն է եկել մեզ հայրիս ասել, այդ նույն never again-ը, այսինքն որ մեր հետ այլևս կոտորածներ, ջարդեր, ցեղասպանություն, տեղահանություն չի կրկնվելու, որ այն ինչ որ տեղի ունեցավ Արցախում, պետք է լինի ընդհանրապես ասած վերջինը, որովհետև դրանից հետո այս նույնը չպետք է մեր հետ կրկնվի, ընդհակառակը։ Մենք պետք է փորձենք հետ խաղարկել այդ ամեն ինչը եւ այն ինչ որ մեզ է պատկանում, ի վերջո վերադարձնենք մեզ այն իրավունքը, որը մեզ է պատկանում, վերադարձնենք մեզ, որովհետև այլապես, եթե մենք անընդհատ շարունակենք մնալ այս մտայնության պայմաններում, այս շղթան կվերջանա նրանով, որ մենք որպես տեսակ մենք կվերջանանք, շղթան չի վերջանա։ Մի հատ այսպես կամուրջ գցեմ հայոց ցեղասպանությանը եւ այն թեմայով, որովհետեւ տարիներ զբաղվում եմ, ու ինչ շատ դեպքերում օրինակ կան մարդիկ, որ այսպես պարզ մակարդակով մեկ-մեկ մեղադրում են, ասում են հալավին չեք, զոհի բարտույտ եք մեր մեջ դնում, ինչ իմաստ ունի ցեղասպանության մասին այդքան խոսալ, ինչ իմաստ ունի դա ուսումնասիրել, հա դե ողբերգությունն է, բան եղել է 100 տարի առաջ։ Բայց սա ամենայդ վատ այսպես ընկալումն է այդ թեմայի։ Մարդիկ չեն հասկանում, որ տարիներ շարունակ մեր երկրում հայոց ցեղասպանության ուսումնասիրությունը չի եղել ողբի, լացի, ինչ որ բանի տրավմաների, այլ հակառակը ինքը եղել է պայքարի առաջի քարը դնելու հիմք։ Իսկ մենք ինչ ենք ուսումնասիրել հայոց ցեղասպանությունը, որպեսզի կարողանանք պահանջ ներկայացնենք, որպեսզի դոկումենտացնենք ինչ եղել է, որովհետև վերջնաշուն ինչ էր ցեղասպանությունը, այդ ինքը ողբերգություն չէր։ Իհարկե մարդկայնորեն զգայական մակարդակում ողբերգություն, բայց ինքը հանցագործություն է, եկեք ճիշտ անունը տանք, էլի։ Հայոց ցեղասպանությունը ողբերգություն չի, հայոց ցեղասպանությունը հանցագործություն է, եւ որպես մակարդակով իրականացրել։ Եվ որպես ցանկացած հանցագործություն ինքը ունի հանցագործներ, ինքը ունի զո, ինքը ունի ականատեսներ, ինքը պետք է դատական ընթացքով անցնի, մեղավորը պետք է պատժվի, զո պետք է հատուցվի ցանկացած իրավաբանական кейսի դեպքում։ Եվ որ մենք այս տարիներով դա զբաղվել ենք, մենք դրա համար ենք զբաղվել։ Եվ ընդհանրապես հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը դա հենց այդ գործընթացն է, որ հələ մի վարքյան էլի սպասեք, դες չի որ դուք արեցիք եւ մարսեցիք։ Մենք խնդիր ունենք, մենք պահանջ ունենք եւ մենք այս պահանջը պետք է հետապնդենք։ Այլ հարցը կա, հասնենք, չենք հասնենք, բայց դա մեզ տալիս էր նաև այն ինչ որ դու ասում ես, պատրաստ լինելու, հասկանալու ում շրջապատում ենք մեր ապրում, հասկանալու մեր վտանգված լինելու պարագան եւ նաեւ ցույց տալու, որ մենք գիտենք, մենք հիշում ենք ինչ ենք դուք մեր հետ, դրա համար մենք պատրաստ ենք։ Բայց այն շրջանից, երբ որ այս թեման սկսեց դուրս մղվել, այն շրջանից, երբ որ ասին, չէ, լավ, սա արդեն առաջնային չի մեր համար, բան եւ այլն, ես ճիշտն ասած սկսեցի անհանգստանալ, դրա մասին ես 2019 թվականին եմ խոսել, որ ասեցի, որ մի տեսակ իմ մոտ անհանգստություն է, որ մենք այս թեման կողքի ենք դրել, ասենք, չենք շարունակում բան անելու, ժամանակ ոչ պատերազմը կար, ոչ բան, ու հենց էս էր, որ մենք ունենք մի զենք մեր ձեռքը, որով մենք ասենք կարողանում ենք ինչ որ չափով մեր անվտանգության մակարդակը բարձրացնենք, որովհետեւ կար գիտակցություն, որ քանի դեռ այդ թեման այսպես ակտիվ շրջանառվում է, Թուրքիան մի քիչ ավելի զգուշ կլինի։ Այո, մի քիչ ավելի զգուշ կլինի, ասի լավ, մի բան չանեմ, որ բոլորը ասեն, թե հայելի ճիշտ են ասում հայերը, տես վտանգը կա, ասենք, որտեվ ինքը ժխտում էր, չի ասում էր նման բան չի եղել, մենք հայերը հետ միշտ նորմալ ենք եղել, եթե ինչ որ բաներ է եղել, անհասկացողություն է եղել, եւ եթե հիմա մենք էլի ագրեսիվ դրսևորենք մեզ, երևի աշխարհը կմտածի, որ հա, էլի Թուրքիան մշտապես հայեր։ Ուզում եմ ասեմ, որ մենք այդ քո ասացի կոնտեքստում, որ never again-ի պարագայում հայոց ցեղասպանության հիշողությունը, հայոց ցեղասպանության այս դասերը եւ ուսումնասիրությունը մենք պետք է հասկանանք, որ ինքը ընդհանրապես պատմական ուսումնասիրություն չի, մեկ, ինքը ընդհանրապես ընտանեկան պատմությունների մեր անցյալը հիշելը չի, որ էլի շատ կարևոր է, այլ ինքը ազգային անվտանգության խնդիր է։ Սուրեն, իսկ խոսելով այդ նարատիվների մասին, հա, որոնք որ այսօր կան, ուզում եմ մի բան հարցնել, այ ասում են ինչ որ տենց թուրքական նարատիվ կա, որը էլի ներթափանցել է բնականաբար մեր մոտ, որ ասում են այ թուրքերն առաջարկում են ինչ որ եկեք բացենք արխիվները, նայեք, սա բան կա, էլի մի քիչ կպատմես դրա մասին, որ մեզ դիտողներն էլ հստակ հասկանան այդ մանիպուլյացիայի բանը, հա։ Այդ արխիվ բացելը, հա, շատ է տաշկիշ մանիպուլյացիա է, որտեղ ինքը տպավորություն է ստեղծում, որ միջև հիմա արխիվները փակեն ու մենք չենք ուսումնասիրել։ Այ եթե ուսումնասիրենք, մի բանի կգանք։ Այնինչ ասենք մեր արխիվ բացելու իմաստը չկա, որտեղ այնքան շատ կա արդեն ուսումնասիրված արխիվներ, ասենք միայն գերմանական արխիվները լրիվ բավարար են, որովհետև Գերմանիան Օսմանյան կայսրության դաշնակիցներ
Եվ ասենք գերմանացիները 20000 գերմանացի ա եղել Օսմանյան կայսրությունում, բանակում են ծառայել, ինստրուկտորներ են եղել, գեներալներ են եղել, եւ հայերին չեն սիրել իմիջիայլոց։ Երբ որ դու կարդում ես գերմանական փաստաթղթերը հայերի մասին, հայերին այնպեսի վատ տերմիններով են։ Բայց արձանագրել են գերմանացի։ Իրանք ասում են մասսայաբար կոտորում են այս մարդկանց, բայց նաեւ կարող եմ նախադասությունում գրեն, թե դե լավ էլ անում են, էլի, ես ինչ մի ազգ չի։ Օրինակ, հա, գրեիկ ասում եմ իհարկե ասած, բայց այդ իմաստն է։ Նույնիսկ իմիջիայլոց հետաքրքիր շատ հետաքրքիր որ ասում են արևելքի հրեաներն են սրանք։ Այն ժամանակ այդպես այո, անտիսեմիտիզմը այն ժամանակ էլ դե Եվրոպայում միշտ եղել է եւ անտիսեմիտիկ ասենք գեներալներ կային սպաներ, որոնք ասում են, բանա, արևելքի հրեաներն են սրանք էլի, պետք է ու ասենքն ուզում եմ ասեմ, որ նույնիսկ այդ վատ վերաբերմունքը ապացույց է, որ այդ փաստաթղթերը բան չեն, հավաստի են, որտեվ ու ասենք գերմանական արխիվները միայն բավարար են, որ դուք հասկանաս թե ինչա կատարում իրանք մի ամբողջական, պատկացեք 20000 մարդ ու իրանք ռիպորտներ են գրում։ Ամեն օրյա մենք ռիպորտներ ունենք գերմանական, որ գնում էին Բերլին եւ նույնիսկ բան ունենք։ Դրանք լավ պահպանված են։ Հա, դրանք պահպանված են, դրանք թարգմանված են, դրա ամբողջական հատորը տպեց Զորյան կենտրոնը անգլերեն բանը ու հետաքրքիր է որ բանը իրանք նույնիսկ դեսպան են ունեցել երկրորդ դեսպանը Մետերնիխը ով նամակ է գրում իրենց վարչապետին կանցլերին ասում է եթե այսպես լինի վաղը միսօր մեզ էլ են մեղադրելու որտեվ մենք դաշնակիցն են եկենք մի բան անենք գոնե բողոք ներկայացնենք որ վաղը միսօր այս սարսափելի կոտորածի շարուն մենք էլ ենք դառնում պատասխանատու մենք էլ ենք դառնալու ու պատասխանը կա հայտնի որ ասում է մեր հիմնական նպատակը Թուրքիային պահել մեր կողքին միջև պատերազմի ավարտը անկախ նրանից կմնա Թուրքիայում հայ դրանց հետո թե չէ ասենք այս ֆրազը եւ երբ որ 2016 թվականին Գերմանիան ճանաչեց հայոց ցեղասպանությունը ի վերջո այնտեղ մի հատ ֆանտաստիկ բան կա չէ ինքը առանձին պարբերությամբ իր սեփական մեղքն է ընդունել ինքը ընդունում է իր անգործության իր մասնակցության եւ միջամտության մեղքը եւ սա էլ է գալով այդ քո ասած արխիվների վերաբերյալ ավստրո-հունգարական արխիվները կան որ էլի դաշնակիցներ է եւ դաշնակից է ասենք ամերիկյան թեժտերը կան ամերիկյան ասենք հազարավոր տպագրություններ կան New York Times-ը միայն 15 թվականին 150 թե 170 հոդված է գրել, պատկերացնում եք, եւ երբ որ ասում են, որ դուք հայերը դա արես ստեղծել եք, դա fake են այսօրվա լեզվով ասած, ես գիտեք ասում եմ, Էպա չլինենք ինքան հզոր ազգ լինեինք, որ այս տիպի fake-եր կարողանանք, որ կարողանանք New York Times-ում fake 1009 տպեինք։ Իսկ իրենց դատավարությունների, Օսմանյան դատարանի դատավարությունների արձանագրությունները պահպանվում։ Հա, էդ էլ, հա, շատ լավ բան ես ասում, որտեվ մյուս կորպուսը մեծ նյութերի դա այն դատավարությունների արխիվներն է։ Դրանից դատավարությունները իհարկե իրավական առումով արդյունավետ չէին, որովհետև Իհարկե դատարանները այսպես դատերը տեղի ունեցան, մարդկանց դատապարտեցին, 12 հոգու նույնիսկ մահվան դատապարտեցին, այնտեղ բայց ընդամենը 3 հոգու են կախաղան բարձրացնում։ Չէ, 3-ին կախաղան բարձրացրին իրենք։ 3-ին հա, բայց մնացածին նեմեսիսներ արդեն։ Մնացածներին մի մասին նեմեսիսը այդ հարցերը լուծեց, բայց նույնիսկ հետաքրքիր է, որ դատարան են կախաղան են բարձրացնում դրանց, ինչ մեծ ընդվզումներ է լինում հենց Թուրքիայում, ասենք իրանք չեն կարող ընդունել, ասում են ու շատ པարզ տեքստեր կան, ասում է ոնց կարող է հային սպանողին հանրության մտածա մարդկուտ ուղեղում որ հային սպաները նորմալ է որովհետև այդ պերիոդում դա 1918 թվականն է եղել Օսմանյան կառավարությունը փորձում էր ամբողջ մեղքը վերագրել նախորդ կառավարությանը, երի թուրքերի վրա, որպեսզի ասեր, որ այ երի թուրքերը դա այտենց ծայրահեղական աղանդ էր, իրանք էս ամեն ինչ արեցին, իսկ Թուրքիան մեղավոր չէ ամբողջապես Օսմանյան կայսրությունը։ Որտեղ ժամանակ բանակցություններ էին գնում Սևրի եւ Փարիզի այդ ամբողջ Վերսալյան բանակցությունների համակարգներ եւ իրանք հույս ունեին որ այդ զիջումը անելով մի քանիսի դատապարտելով բան իրանք կստանան ավելի մեծ պայմաններ, այո, ավելի մեծ պայմաններ կստանան դաշնակիցներից, ինչի դեպ տեղի չունեցավ։ Եվ հենց այն պայծ իրանք որ հասկացան, որ այդ տեղի չունի, իրանք միանգամից շրջադարձ կատարեցին։ Իրանք դադարեցին այդ ամբողջ գործընթացը, հետո Քեմալը եկավ եւ բոլորին ներում շնորհեց, բայց որ ասում եմ իրավական տեսակետից դա այդքան էլ բան չէր, բայց արձանագրության առումով փաստաթղթավորման դա ֆանտաստիկ մի բան է։ Մենք հայոց ցեղասպանության ուսումնասիրությունը կորպուս հիմնական փաստաթղթի կորպուսը հենց այդ ժամանակա է։ Իսկն սկսվել է որպես այդ դատավարությունները փաստաթղթերը որտեղ են հիմա։ Բանա, իրենք պետական իրենց թեշտում էին տվում արձանագրությունները ամեն օրյա ռեժիմով թեշտը արձանագրում էր վերջի էջը, ասենք ամբողջությամբ սղագրություններն են եւ դրանք կան հավաքված են, հա։ Հայերեն են թարգմանված, Փափազյանը ժամանակին թարգմանեց 90-ականներին, ամբողջը մենք ունենք, ուրեմն
փաստաթղթեր են, որոնք գտել են, որոնք ընդ որում ստուգվել են եւ վրան կնիկ կա, վավեր է, այսինքն այդ փաստաթղթերը կնիկներով են։ Հարցազրույցները, որ մարդկանցից բաներից ոչրագործներից վերցվել են, հարցաքննություն ավելի շուրջ, ասենք վկաներն են եկե վկայություններ են տվել, ասենք գերմանական գեներալներ են եկե վկայություն տվել, ուզում ասեմ, ամբողջ դատական այդ փաթեթը կա, որը բավարար է դա ասել, բայց կամ քո ասացի ուղղակի մոռացան, նույն ջան, բանի Օսմանյան արխիվներ կոչված է։ Ուրեմն Օսմանյան արխիվներ կոչվածը ինքը մի ահռելի բան է։ Հիմա պատկերացրեք, կայսրություն է։ 500 տարվա կայսրություն է։ Փոքրիկ պետություն է, չէ՞, էլի, ասենք աշխարհի կեսը զբաղեցնող մի կայսրություն է, որտեղ ամենօրյա ռեժիմով գալիս են ինչ որ փաստաթղթաշրջանառություն է գալիս Եմենից սկսած մինչև Բուլղարիա եւ Ռումինիա վերջացրած։ Դա ամբողջ այդ հսկայական մասիվը փաստաթղթերի մինչև հիմա կլասիֆիկացված չի։ Իսկ որտեղ է Օսմանյան հենց կենտրոնական արխիվում է, հա, բանում, Պոլսում է, եւ Պոլսում եւ Անկարայում երկու մասով է եւ հետաքրքիր ես մարդիկ գիտեմ, ովքեր փորձել են աշխատել այդ արխիվում, ասում են անհնար է 21-րդ դարում դա նույնիսկ կլասիֆիկացված չի այդ մարդ, որտեվ նախ շատ փնտի էր, Օսմանյան կայսրությունը այդպես փնտի կայսրություն էր շատ, էլի, շատ բան չէր արձանագրվում, էլի իրականում, սա հոլոկոստը չի, որ գերմանացիների սկրուպուլոզ, իրանք նույնիսկ համակերպության ճամբար ուղարկած մարդկանց ցուցակներն էին գրում, ում են ուղարկում, ում են սպանում, ասենք մեր դեպքը մի քիչ ուրիշ է, որտեղ շատ թափրտված է, այսինքն կան շրջաններ, որ ընդհանրապես բացակայում են փաստաթղթերը։ Բայց նույնիսկ այն շրջանները, որ փաստաթղթերը կլասիֆիկացված են, երբ որ նայում ես այս համարակալումը, դու զգում ես, որ համարակալման մեջ բացեր կան։ Հա։ Ու իրենք բացատրում են, որ երբ որ Թուրքիայում 4 անգամ ռազմական հեղաշրջում տեղի ունեցավ եւ ամեն հեղաշրջումից հետո իրանք արխիվներ էին մտցնում մարդիկ, ովքեր այդ արխիվները մախրազերծում էին։ Ամեն մեկը իր համար։ Հա, բա գործը վատ էին այդ ֆիլտրելը հասկացել էին, որ դա այս արխիվը, ասենք, չգիտեմ, 214, հետո մեկ էլ 218-ա թռնում։ Ասենք 15, 16, 17-ը ինչ է, բոլորովին փաստ չի, որ դա նոր ժամանակներում այո, միջև վերջի անգամ 82 թվականի հետ իրաց ռազմական հեղաշրջման ժամանակ հատուկ, ասենք, հանձնարարական կա, որ մարդիկ մտնեն եւ արխիվները մակրազերծեն։ Եվ նույնիսկ 1990 Wikileaks-ի բանը կար։ Wikileaks-ում մի հատ հետաքրքիր փաստ կա, երբ որ թուրքական դեսպանը խոսում է ամերիկյան ինչ որ բարձրաստիճան դիվանագետի հետ եւ այնտեղ պարզ տեքստով ինքը ասում է, որ քննարկում են թե հայոց ցեղասպանության այդ ճանաչման հերթական բանաձևն են կոնգրես ներկայացնում, բան, ուզում են հասկանան ինչ իրավիճակը, պարզ լեզվով է դեսպանը ասում է արխային մնացեք, սա մաքրել ենք արխիվներից։ Ասենք պարզ տեքստով դա ասում է։ Դրա համար դա մանիպուլատիվ բան է, արխիվներ բացել, գնալ, հա շատ եմ խոսում, հասկանում եմ, բայց իստում այս կարևոր է։ Բայց նույնիսկ այն փաստաթղթերը, որոնք կան, որոնք մենք գտնում ենք հատառ-հատ, ինչ որ հատիկ կարող է գտնենք, բավարար են, որ օրինակ մի փաստաթուղթ կա, ասում է բանը այն Բալկաններից տեղահանված թուրք ընտանիքները, երբ որ Բալկանյան պատերազմներից հետո Բալկանյան ժողովուրդները գրավեցին, բազմաթիվ 2-3 միլիոն թուրքական բնակչություն քշեցին, որոնք շատ դաժան քշեցին, եկեք ընդունենք սպանություններով, բանաներով։ Կներես մենք չէինք, հա, բուլղարները, ռումինները, հույնները իրենք քշեցին, երբ որ իրանք այդ նույնիսկ նկարագրություն կա, շատ տպավորիչ, երբ որ իրանք պոլիս մտնում են այդ բաներով, այդ կամուրջներով, բանը, ասիական բանից, Ստամբուլից անցնում են բան, եվրոպական, ասում է, որ այդ մարդիկ տեսնում սարսափում էին, ասում էին ոնց կարա այս հզոր Օսմանյան կայսրությունը նման ձևի նսեմացվի, հա։ Եվ ասենք թղթեր կան, որ ասում են բանը այդ բաներից բերեք եսքան տեղավորեք այստեղ, բայց դու գիտես, որ ըստ փաստաթղթերի դա հայկական գյուղ է, ասենք լրիվ բնակեցված եղել, բա որտեղ են, ասենք նայում ես 16 թվականի փաստաթուղթ է։ Չկան մաքրել են։ Հա, 16 թվականի փաստաթուղթ, ասում է 5000 հոգի բերեք, ասենք տեղավորեք Պարտիզակում օրինակ։ Ու դա ասենք մեծ բան է տար, որ Պարտիզակը մաքրված էր, եթե այնտեղ տեղավոր։ Կամ օրինակ կան շատ դաշկեր գերմանական բաները, դաշնամուրային ընկերություններ կան, ընդհանրապես շատ մոդա էր արևմտյան Հայաստանում դաշնամուրները, բոլոր դաշնամուրն են առնում, ոնց որ հիմա ինձ թվում է այդ մոդան այն ժամանակվանից է եկել, բոլոր դաշնամուրն են, եւ Եվրոպայում հսկայական հոսք կար դաշնամուրների գալիս էր, եւ նամակներ կա, որ դաշնամուրային ընկերությունները գրում են Աշտեն Օսմանյան կառավարությանը, ասում են, «Էս ինչ վիճակա, ձեր քաղաքացիներին ապրանքը եկի հասելա, փողը չեն տալիս, փողը չեն տվել, բայց 15-16 թիվն է, այսինքն դաշնամուրը եկել է, տերը չկա, ասենք տերը չկա, որ վճարի, սրանք ասում են, հա ինչ անենք տերը չկա, դու պիտի վճարի, այսինքն նույնիսկ այդ մաքրած արխիվներում մենք նման կողմնակի
բաներ են գտնում, ապացույցներ, որոնք լրիվ շատ խոսուն պատմություն են, բայց քո ասածը դա մանիպուլատիվ է, դա մանիպուլյացիա, որ ասում են արխիվներում, ով ասի չկա։ Մի բան անեմ էլի այդպես ոնց որ միջամտամ այստեղ ինձ թվում է որ հայոց ցեղասպանության պատմությունը այս պայդրությամբ արդեն բավարար ուսումնասիրված է արխիվների մակարդակով։ Եվ բոլոր այն խոսակցությունները, որ եկեք մենք մեր արխիվները բացենք, դուք եկեք մտեք նայեք, եկեք սա այս գործը թողենք պատմաբաններին, եւ այլն, դա իրականում ոչ գիտության հետ կապ ունի, ոչ ցեղասպանության հետ կապ ունի, ոչ արխիվների հետ կապ ունի, դա կապ ունի ընթացիկ քաղաքականության հետ, որի հիմքում կանգնած է մի շատ պարզ գիտակցություն հետևյալն է։ Մենք թուրքերս իրանց տեսանկյունից հասել ենք այս տարածաշրջանում բացարձակ գերակայության, մենք ենք որոշելու թե Հայաստանը ինչ պետք է լինի այսուհետև, մենք ենք որոշելու Հայաստանը ունենալու է պատմության մեջ իր ցեղասպանություն թե չի ունենալու եւ այլն, դա համար եթե փագիկ եթե ընդհանրապես ուզում եք կենթանի մնաք, ուզում եք ցեղասպանությունը կրկնենք, շարունակեք խոսալ ցեղասպանության մասից, այդ դեպքում մի հատ էլ կկրկնենք, որ աշկներդ նորից վախենա։ Իրանց ասածը էդ է, եւ մենք այդ գիտակցելով բնականաբար այլևս չպետք է որևէ կերպ տեսեք նաև Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը նա ինչ ասում նա ասում է դա մեր օրակարգից դուրս է առաջնահերթություն չի այս վերջերս նույնիսկ հայտարարեցին որ Արցախի հետ կապված ոչ մի բան այլևս մեր քաղաքական օրակարգի մեջ չի ինչի որտեվ այս մարդիկ որոնք այսօր կառավարում են Հայաստանը ուղղակի վախեցած են նրանց գիտակցության մեջ շատ լուրջ նստած է հիմա այն բանը, որ կարող է նորից ցեղասպանություն լինի։ Եվ եթե կարող է նորից ցեղասպանություն լինի, ուրեմն ինչա պետք անել, ուրեմն պետք է ամեն կերպ թուրքերին, ադրբեջանցիներին, նրանց իշխանություններին սիրաշահել։ Բնական է մենք խոսում ենք միշտ նրա մասին, որ սիրաշահելով դու երբեք ոչ մի բան չես ասի, դու կարաս մի քիչ հետազգես այդ վատ ավարտը, հա, բայց միակ ճանապարհը, որ դու կարաս կանխես նոր հայկական ցեղասպանությունը, դա եւ թուրքերի եւ ադրբեջանցիների հետ ուժի դիրքերից խոսալն է։ Իսկ ուժի դիրքերից իրանց հետ դու կարաս խոսաս, եթե դու ուժը ունես, իսկ ուժը կարաս ունենաս, եթե դու ուժը կուտակես։ Դա ուժն է ծնում իրավունք։ Այո, ուժն է ծնում իրավունք, եւ մենք մեր իրավունքները, եթե մեր կյանքի իրավունքը, եթե մենք ուզում ենք պաշտպանենք, մեր կյանքի իրավունքը պետք է հեված լինի մեր եւ մեր դաշնակցող պետությունների ուժի վրա։ Որից ինչ է հետևում, որ կուտակի սեփական ուժը եւ զարգացրու դաշնակցային հարաբերությունները։ Միանշանակ այս դիագնոզի հետ մի փոքր համաձայն չեմ, այդ վախենալու, ես կարծում եմ, որ այդտեղ շատ ավելի քաղաքական կամք կա, դա այս ամեն ինչը անելու եւ ինքը ոչ միայն վախի վրա։ Դա այսինքն հա հոգեբանորեն եթե շատ հեռու գնաց դա իհարկե վախկոտի քաղաքական կամք է միանշանակ, բայց այդտեղ քաղաքական կամք անորեն ինչ որ արվում է եւ այո միանշանակ ուժն է ծնում իրավունք, ես կամ մի հատ մի քիչ այլ թեմայի ցեղասպանության ուսումնասիրության տարիներ շարունակ էլի անձնական փորձից կամ հետո հարցը տամ տարիներ շարունակ ես վարում եմ բլոգ, հա, որտեղ Հայաստանի մասին եմ պատմում եւ այլն, հիմա դե լրիվ դարել է արդեն քաղաքական, ազգայնական եւ այլն, բայց ես անում եի հետեւյալը, ես նկատել էի, որ արտասահմանցիներին ամենահեշտը հասկացնելու ինչ է մեր համար ցեղասպանությունը, դա ցույց տալ, որ դա ոչ միայն պատմություն է, այլ նաև պատմություններ, հա, մի իստորիա, իմոտ ռուսերեն էր դեպլոկը, истории, հա, ու ես հավաքում էի, ես արդեն 6-րդ տարին կլինի կամ 7-րդ չեմ հիշում, երբ ես հավաքում էի իրական մարդկանց, իրանց ընտանիքների պատմությունները, այնպես ոնց որ իրանք գրում են, հավաքած, սենց ու սենց դնում էի ու հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ դա նայում են։ Ես նկատեցի վերջերս, եւ շատ ուրախացա ուրախությունից Instagram-ում հայոց ցեղասպանության թանգարանը եւս այդպիսի բաներ էր անում։ Ես ուզում հասկանամ ինչքանով է այդ պրոպորցիան, հա, այդ պատմությունները հավաքելու եւ արխիվները նայելու կամ պատմություններ հավաքել այդ իրական պատմությունները բանանելը ինչ դեր է խաղում հենց ակադեմիական ուսումնասիրության մեջ, էլի։ Հա, ձեր հետ այնքան հետաքրքիր է, որ կողքից այնքան թեմաներ են դուրս գալիս, որ ուզում ես բոլորին պատասխանես, բայց գիտես որ սահմանափակ ժամանակ է, բայց ինձ թույլ տամ Ավետիքի ասածին մի քիչ բան անեմ։ Իր ասածը լրիվ երկրորդում եմ, լրիվ համաձայն եմ բոլոր ասածի վրա, մի քիչ դա փորձեմ պատմագիտական այսպես հենքով բան անեմ։ Հայոց ցեղասպանությունը երբ որ սկսվեց, հայկական ամբողջ էլիտայի հիմնական գաղափարն էր հանգիստ ենք մնում, սուս ենք մնում, հանգարց ոչ մի առիթ չենք տալիս։ Թուրքերին բան չունենք, ամբողջությամբ, ու գիտեք ինչի էր հասում, ուրեմն բանում զեյթունը դարձել էր թուրքական բանակը այս արևելյան ճակատում մի քանի հավաքագրման կետեր ուներ, որ այսպես զինկոմիսարիատներն էր կարելի ասել։ Մի հատը զեյթունում էին արել, եւ հետաքրքիր է որ զեյթունցի կանայք
ասենք իրանք ցես ամբողջ ձմեռային այն որ պահել են էլի ձմեռվա համար պահել են այդ բուտելիկները, բաները որ ձմեռ անցնեն բան, մոբիլ բաներ էին, ճաշարաններ էին բացել եւ թուրքիա զինվորներին կերակրում էին, այդ երիտասարդ ջահել թուրքերը որ գալիս էին հավաքագրվելու, պարտականություն չունեին, պետությունը պետք է իրանց կերակրեր, բայց դա անում էին որպեսզի ցույց տան որ տեսեք ինչ լոյալ ենք, ինչ լոյալ ենք, մենք ձեր նման ենք, բան եւ այլն, որ կարդում ես այսպես բան ես անում էլի, մի քանի հրովարտակներ ունենք տեղական մեր հոգեվոր առաջնորդների, պատրիարքի, որ ասում են գնացեք, հավաքագրվեք, բանակ, ու հայերի մոտ նաեւ կային մարդիկ, ովքեր գնում էին այսպես կամավոր էին գրվում բանակ, որ ընդհանրապես ցույց տային, որ մենք ձեր հետ ենք, որտեվ զգացումը կար, գիտեին, որ վտանգ կա, կարող է բան անեն, այս պատերազմի քողի տակ կարող է բոլորիս հարցը լուծեն, բայց եւ դրա համար էլիտան արեց ամեն ինչ, այն ինչ որ այսօր անում է մեր իշխանությունները։ Ցույց տալ, որ ես ամեն ինչի պատրաստ եմ։ Ինչ ասեք կանեմ, ինչ ասեք ես կանեմ, այնա կան։ Ուզում ասեմ, դա չփրկեց, դա չօգնեց, բայց օգնեց այն, որ մի խումբ մարդիկ օրինակ տարբեր տեղերում դրան դեմ գնացին, ասենք Վանու մասին զենքերը չեն քանձնելու, ասենք պահելու են։ Ուտեղից սկսեց Վանի ինքն։ Ասենք կաշառք ենք տալի, մինչև Վանի դեպքը շատ է դաշկերը, Վանում ինչի է այդքան շատ տղամարդ մնացել։ Կաշառք էին տալիս Վանին նահանգապետին, շատ կաշառված մարդ, բան է, կաշառք սիրող մարդ է, հա։ Կաշառք էին տալիս, բանակ չէին գնում։ Դրա համար երբ որ եկավ կոտորելու եւ շրջակա գյուղերը կոտորելով գալիս էին, քաղաքում լիքը տղամարդ կար, տղամարդ կար, նշանակում է կանան ինքնապաշտպան, զենքերն է պահել են ու կռվեցին ու բոլոր տեղ ընդ որում 16 կռվի օջախ ա եղել։ Մենք միշտ ուրիշ մի հատ սխալ պատկերացում կա, երևի խորհրդային շրջանից է նաև մեր մեջ ներմուծվել բան, որ չեն կռվել, ոչխարի նման գնացը մահացել են, դա լրիվ ընդհանրապես չի համապատասխանում։ Հայոց ցեղասպանությունը բոլոր ցեղասպանությունների պատմություններով նայես ամենաշատ կռվածը մենք ենք եղել։ 16 միայն խոշոր ինքնապաշտպանական կռիվներ կա, չգիտեմ։ Մուսալերն ու Վանը մենք գիտենք, Շապին Կարայիսար, Ուրֆա, չգիտեմ, Շատաղ, Սատուն, բոլոր տեղերում որտեղ հնարավոր է եղել, փորձել են կռվեն ու ես ասում եմ որ չկա մի գյուղ չեք գտնի, որ ինքնաբանկ դիմադրություն չլինի։ Կարող է մի տուն, ասենք մի տուն ասի ես չեմ գնա կռվի կամ ասենք երիտասարդները մի 4-5 հոգով բարձրանան կողքի լեռը, ինչ որ պարտիզանական փորձեն բաներ անեն։ Բոլոր գյուղերում դուք որ կարդում եք հուշերը, նաև գալիս եմ արդեն ձեր ասացին, երբ որ կարդում ես հուշերը, տեսնում ես որ բոլոր գյուղերում ասում են, այս Հովանեսի տղեկը չեկան, ասենք տեղանության բարձրացան սարերը, բան։ Ուզում ասեմ, որ այդ երկրորդում եմ էլի Ավետիք ջան, ասած է, որ լոյալությունը միշտ չի որ օգնում է, թույլ Երևալը եւ տրվելը չի օգնում նման, եթե որոշումը կայացված է, որ քեզ պետքա կոտորեն, ինչ ուզում ես արա, չես փրկվելու։ Միակ անելու բանը դա փորձել դու քեզ պաշտպանես։ Եվ այն տեղերում, որտեղ կռվեցին այդ 16 տեղերում, իհարկե, կեսը հաջողվեց, կեսը չհաջողվեց, բայց նույնիսկ չհաջողված տեղերում փրկվածների տոկոսը ավելի շատ է եղել, քան մյուս տեղերում, որ ասին լավ, գնանք տեղանության, կարող է ճանապարհին մի ձև սիրաշայենք, մեզ չսպանեն, կարող է Դերձոնում իրոք լավ տեղեր են կառուցած, ասենք անապատ է, բոլորն է գիտեին, ասենք ուր են գնում բան։ Ինչ վերաբերում անձնական պատմություններին լրիվ համաձայն եմ, ինքը մի տեսեք, ես նույնիսկ իմ դասարանման ընթացքում երբեք չեմ ասում մահացել է, սպանվել են 1.5 միլիոն հայեր։ Ես ասում եմ հորինված մի թիվ, ասում եմ 1.513,618, որպեսզի կոտրեմ այդ կլոր թվի բանը անիրական այո, ինքը абստրակտ ինչ որ մի բան է, բայց երբ որ դու բաժանում ես, ընդ որում նաև սխալ ասի, ես վերջում միշտ մեկով եմ ավարտում, 821։ Այդ մեկն էլ մեր նախնին։ Որպես մարդը հասկանում են, որ այդ կենթանի մարդիկ թիվը իրական թիվը ամեն մեկը մեկ հոգու, ամեն մեկ գումարած, ամեն մի մարդը ուներ իր իղձերը, իր ճակատագի, իր ցանկությունները, իր սիրած մարդուն ուներ, իր, ասենք ինչ որ բաներ ուներ, որը կործանվեց։ Երբ որ կարդում ես այդ հուշերը, ֆանտաստիկ հետաքրքիր են, էլի դու տեսնում ես, ընդ որում այդ հուշերը նաև շատ օգտակար են, իրանք փրկության ստրատեգիաներ են մեզ տալիս, որտեվ հուշերը սովորաբար գրել են մարդիկ, ովքեր փրկվել են։ Ասենք իրենք գտել են միջոցը, մեկը կաշառկատվել, մեկը հարևան է ունեցել լավ, եկեք դա ընդունենք, էլի եղել են։ Ի վերջո այդ փրկության պատմությունների հետևում կան նաև մարդիկ, ով փրկել են իրենց։ Իմ ցիկլը տենց էլ կներես, իմ ցիկլը այդպես էլ կոչվում է, այդ պատմությունների ես նրան անվանել եմ выжившие։ Այսինքն այդ պատմությունները նրանց, ովքեր որ կենթանի, նրանց շարանկների, ով որ կարողացել է կենթանի մնալ։ Օրինակ մեր ցեղասպանությունը հոլոկոստից ինչով է տարբերվում։ Հոլոկոստը եղել է մարդկանց ոչնչացում, այսպես ասած, արդյունաբերական եղանակով։ Գերմանական մեթոդաբանությամբ, էլի, այսինքն, այս քաղաքում, այս հասցեում ապրում է հրեական ընտանիք։ Քայլ 1 այդ ընտանիքին գնալ բոլորին ձերբակալել։ Քայլ 2 բերել ինչ որ մի հատ կոնցենտրացիոն միջանկյալ, քայլ 3 տանել ոչնչացման ճամբար, քայլ 4 բոլորը կատարում էին։ Հա, ու սենց հերթով ընթացքում էս անել, այն անել, այսինքն այնտեղ
Իսկ երբ որ մենք խոսում ենք հայոց ցեղասպանության մասին, քանի որ հայոց ցեղասպանության ժամանակ այդ կայսերական մեքենան այդքան հստակ յուղած չի եղել, եւ զգալի չափով ամեն ինչ որ արվել է, նաեւ արվել է հերոսակների միջոցով, հանցագործների միջոցով, քրդական ցեղերի միջոցով, պաշտոնյաների մի մասը չի ուզեցել համագործակցի, որտեղ վախեցել են, որ կդատվեն հետո դրա համար եւ այլն։ Այդ բանը ընդհանուր է ցեղասպան մեքենան։ Լիք տարբեր տեսակ ճաքեր ա ունեցել։ Այս ճաքերի միջոցով հայ մարդիկ կարողացել ասել, օրինակ Զորյանը հայտնի բան ունի, չէ՞։ Այդ Զորյանը չէ, Օծյանը կներես։ Անիծյալ տարիները։ Ֆանտաստիկ գիրք է, բոլոր կորտ կտամ կաշ։ Անիծյալ տարիներում ինքը նկարագրում է նաև, որտեղ ինքը եւս նրանցից մեկն ա եղել, որ աքսորվել է Պոլսից եւ կարողացել է ի վերջո վերադառնալ։ Իդեպ կոմիտասն էլ է, չէ՞, ի վերջո փրկվել, չնայած ծանր խանգարում է ստացել, բայց փրկվել է, ինչի, որովհետև այդ մեքենան նաև զբոյներ ա տվել ինչ որ տեղերում։ Արամ Անտոնյանի պատմությունն է, երբ որ այդ ինքը էլի ապրիլ 24-ի ձերբակալվածներն, այդ ճանապարհին որ տանում են կառքը, որով տանի, ընկնում է ոտը կոտրում է։ Տանում են մոտակա հիվանդանոցը, որ ոտը գոնե բանան են նոր ուղարկեն, այդ հիվանդանոցից հաջողացնում է փախնի, պատուհանիսից մի ասենք, այդ նորից քո ասացին եմ գալիս։ Երբ որ մենք դու գալիս ես իրական պատմությունը, մարդը շատ ավելի լավ է հասկանում այդ ինչ էր, որովհետև եւ հայոց ցեղասպանության թանգարանը արդեն 3-րդ տարին է շարժ ունի եւ որովհետև մենք հսկայական թվով անտիփուշագրություններ ունեինք, որ մարդիկ հիմա առիթ ուզում եմ օգտագործեմ նաև կոչ անեմ, եթե մարդ կա որ տունը ունի իր, չգիտեմ, պապերի հիշողությունները գրված ձեռքով բան, թող բերեն թանգարան, եթե չեն ուզում հանձնեն, որովհետև գիտեմ որ շատերը ոնց որ իրենց ընտանեկան որպես մասունք են պահում, գոնե կպատճենենք մենք եւ դա կմշակվի եւ կտպագրվի։ Ես կուղարկեմ։ Ինձ ուղարկած էլի տենց օրագրեր, որ կտպագրվի եւ դա մեզ ցույց կտա այդ ամբողջ բանը վավերականացնել էլի։ Ու ինձ թվում է շատ կարեւոր է բացի վավերականացնելուց, որ դուք այդ հիմա անում եք, որ մենք բոլորս դա անենք այսօր ավելի ժամանակակից մեթոդներով, հա, այսինքն դա չլինի, ես գիտեմ որ թանգարանի կայքում, ես շատ եմ լինում թանգարանի կայքում, ես տեսնում եմ որ այդտեղ ինչ որ բաներ հավաքված են, տպված են, բայց ինձ շատ իմ համար շատ ուրախալի է, հնարավոր է ընդհանրապես այս թեմաներով ուրախանալ, որ դա հիմա ռիլերի տեսքով, ժամանակակից մոնտաժով, որովհետև օրինակ երբ որ մտնում ես նույն Yad Vashem-ի, ասենք Instagram-ի page կամ բազմաթիվ ամեն փոքր քաղաքը, չգիտեմ Ամերիկայի ամեն փոքր ինչ որ համայնքը, որտեղ որ կան հրեաներ, ունի իր առանձին Jewish Museum-ը, հա, որտեղ ու իրանք ունեն իրանք Instagram-ի page-ը, ու այնտեղ անպայման նստում են տատիկները, իրանք ավելի երիտասարդել են իհարկե կան դեռ, բայց որոնք որ նստած պատմում են, որ այ հիշում, ու այդ ամեն ինչը դրա հոլոգրամաներ են սարքում։ Այո, այո։ Եվ այդ արհեստական բանականությունը հենց այդ մարդու ձայնով պատմում է, որ մենք մեր խոսակցությունը սկսեցինք հայեցածությունից, ընդհանրապես ասած, հա, ու աստիճանաբար ոնց որ թեման բացվեց ու եկանք նաև շատ կոնկրետ դրվագների մարդկային պատմությունը եւ այլն, եթե թույլ տաք ոնց որ ինչից սկսել ենք վերջում դրան վերադառնանք, փաստորեն տեսեք հայեցածությունը դա պարզ բան չի, ուղղակի, ասենք, չգիտեմ, ատելություն չի, զգացում չի, հռետորաբանություն չի։ Դա մի մեծ կոմպլեքս է քաղաքական, որը բերում է մարդկային ճակատագրերի կործանման, որը բերում է քաղաքների եւ գյուղերի ոչնչացման, որը բերում է ամբողջ հայկական լեռնաշխարհի դեպոպուլյացիայի, հա, որը բերում է նրան, որ այսօր աշխարհում ապրող հայերի 70-ից 75%-ը այլևս իրանց հայրենիքում չեն կարող ապրեն, չեն կարողանում։ Իսկ նրանք, որոնք ապրում են իրանց հայրենիքում, վտանգված են։ Այդ ամեն ինչը այն մակրո հետևանքն է, որը ծնել է թուրքական եւ նաեւ զգալի չափով վերջի արդեն տասնամյակների ընթացքում ադրբեջանական հայատացությունը։ Եվ մենք սկսեցինք նրանից, որ մենք պետք է դրա մասին շատ խոսանք, որ մենք չպետք է ամաչենք դրանից, որ դա ողջ չի, դա պաշտպանական բնազդ է, դու պետք է կոնսպիրոլոգիա չի, դա կոնսպիրոլոգիա չի, որ պատրաստ պետք է լինի։ Դա պաշտպանական բնազդ է, դու ամբողջ աշխարհով պետք է խոսաս դրա մասին, հնարավոր բոլոր աղբյուրներով, բոլոր հնարավոր հարթակներով եւ այլն, ինչի որպես ինքդ քեզ պաշտպանես դրա կրկնությունից որպես այդպի, բայց երկրորդը, որը շատ կարևոր է, որպեսզի դու նաև մոբիլիզացնես քո ազգը, քո ազգի ռեսուրսները, որպեսզի քո ազգի ռեսուրսները չկորեն, ասենք, անիմաստ բաների վրա, ներքին երկպառակության, ներքին ատելության, ասենք արցախցիների եւ իջևանցիների նկատմամբ ատելություն բորբոքելու եւ այլն։ Դες վերջերս իջևանցիների նկատմամբ, չէ՞, ոնց որ արցախցիները հիմա իջևանցիների նկատմամբ եւ այլն։ Այդ անիմաստ պատկերացված պատճառներով թե հա, որտեղ իջևանից մի հատ հերոս ունենք, չէ՞։ Այդ անիմաստ այդ ներքին երկպառակությունը բորբոքելու փոխարեն մենք պետք է գիտակցենք նորից։ Մենք վտանգված տեսակ ենք, որովհետեւ մեր հարևանները մեզ դիտարկում են որպես իրենց կայսրապետական, իրենց ազգային, այսպես ասած, պրոյեկտների մեջ
մեծ խոչընդոտ, որը պետք է կարողանալ վերացնել, քանի որ միանգամից չես կարող վերացնես, պետք է մաշացնես աստիճանաբար։ Հիմա որովհետեւ դա մեր հետ տեղի չունենա, ինչը մինչև հիմա տեղի է ունեցել, հա։ Մենք պետք է մեր գիտակցությունը լրիվ վերափոխենք, խոսենք դրա մասին, զբաղվենք նրանով, որ մենք ուժեղանում ենք եւ այո, չգնանք այդ հոգեբանության, որ գիտեք ինչ, փորձենք դահիճին սիրաշահենք։ Դահիճին սիրաշահելը լավագույն դեպքում կասնի հարվածը ուշացնելու է, բայց ինքը չի կանխելու։ Կասնի հարվածը կարաս կանխես, եթե ձեռքից դահիճի ձեռքից հանցագործ կարողանում ես բռնել։ Գիտակցումն է, էլի, այ մինչև այդ խոսում ենք, պետք է գիտակցես եւ այդ գիտակցումը պիտի լինի, այսինքն պետք չի խաբել, պետք չի այդ կեղծ, շատ հաճախ հենց լիբերալական ռոպագանդան տարածել, որ այդ ամեն ինչը հորինած է, որ դա ժամանակակից մարդուն վայել չի, որ տրավմա է առաջացնում, ես կատաղում եմ այդ ցանկացած լիբերալի, հա, ներառյալ նաեւ հայ լիբերալներին, կարելի է հիշացնել Գուրգեն Մարգարյանի ու Ռամիլ Սաֆարովի պատմությունը եւ ասել այս տեղի ունեցել մեր ժամանակներում Գրիգոր Զորապին կհիշացնի ամենազորը լիբերալ մարդկանցից մեկն էր Օսմանյան կայքը Միջև էլ հավատում էր, հա, մենք մեր առաջի բանը սկսել է Գրիգոր Զորապից իր լիբերալիզմից եւ նրանից թե ինքը դրա դիմաց ինչ գին վճած բայց Ռամիլ Սաֆարովը որը հիմա ադրբեջանական բանակի մայորը թե փոխգնդապետը թե ես ինչ դա ներստացած հերոսի կոչումներ ստացած մարդա որը ժամանակակից պայմաններում կասնահարել է իր հայ ծառայեցին ՆԱՏՕ-ի ինչ-որ այո, ընդ որում ՆԱՏՕ-ի ամենալիբերալ, ամենաարևմտել, ամենակառուցիչ մենք գիտաժողով ունեինք եւ այդ գիտաժողովը մասնակցում էր Մելանի Օբրայենը, ով ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահն է եւ երբ ես բան ունեի ներկայացնում էի Սաֆարովի кейսը ինքը զարմացած էր, ասում էր ոնց նման кейս է եղել, ոնց մարտասպանին բան են արել, ասում եմ բա մենք ինչի չգիտենք։ Բայց չգիտեն։ Ու դա, ասենք այն པարզ նաեւ բանն է, ոնց ենք մենք նաեւ ցախող է դա աշխարհին ասել, դա տեսականացնենք, ես դրան նաեւ իմ մեղքել եմ հիմա տեսնում, որ դա պետք է տեսական, դա պետք է դառներ այսպես դրոշակ, քրիստոմատիկ մի հատ օրինակ, Ադոլֆ Այխմանին, ասենք ամբողջ աշխարհը գիտի, ասենք այդ նույն ձևի Ադոլֆ Այխմանի հավասարազոր բան պետք է լիներ Ռամիլ Սաֆարը, իր անունը պետք դառնար այսպես հոմանիցացիա, շատ կուզեի որ ճակատագիրներ լիներ, որ ասենք մարդիկ դա հղում անեին, ասենք որ ասենք ինչ որ մեկին ասում են հայկական Այխման կամ կամբոջական Այխման, ինչ որ մեկը նաև Սաֆարովի անունը որպես տերմին կարող շատ կուզեի որ Սաֆարովը կրկներ Ադոլֆ Այխմանի ճակատագիրը, միգուցե մի օր դա մեզ հաջողվի, այո։ Իսկ նաև մի բան էլ կա, որ կուզենայի այդ ավելացնեի կասացի հետ կապված, այդ վախի հետ կապված, շատ համաձայն եմ քո հետ, որ իհարկե մենք պարտվել ենք պատերազմում, բայց ավելի շատ եւ Facebook-ում ընկերներից մեկը Գոռ Մադոյան դրա մասին գրեց, ասեց մենք ավելի շատ վախեցել ենք, ոչ թե քանց թե ջախջախվել ենք, ասենք Հայաստանը չի ջախջախվել, Հայաստանը ուղղակի շատ վախեցած է, եւ այդ վախը ցավոք սրտի մեզ տրանսլյացիանում մեր սեփական ղեկավարությունը, մեր սեփական ղեկավարությունը վախ է տրանսլյացիանում մեր մեջ, որը գիտեք ինչ, ես որպես սովորական մարդ կարող եմ վախենալ, բոլորս ասենք շարքային մարդիկ ենք, ի վերջո պատերազմ ոչ ոք չի ուզում, մենք կարող ենք վախենանք պատերազմից, բայց ղեկավարության ես ինձ համար ընտրում եմ մարդկանց, ովքեր ավելի անվախ են, քան ես, ավելի խելացի են, քան ես, եւ ես ակնկալիք ունեմ, որ ոչ թե ես եմ իրան հանգստացնելու, որ դե հանգստացի, այդքան վախենալու չի, որ գոնե իմ իշխանությունն է ինձ հանգստացնելու, ասելու հա գիտեմ որ դու վախենում ես, բայց մի վախեցի մենք թիկունք կանգնացենք, այսքան ենք, բայց հիմա լրիվ հակառակը մենք ենք ստիպված մեր ղեկավարությանը վախեցնում, որ մենք հանգստացեք լավ հասկացանք վիճակը այն չի, բայց ասենք ելքեր Այդ ամեն ինչը բավականին լուրջ sense գենետիկ կոդի փոփոխության իր վրա բռնանալու ինչ որ գործընթաց է, որի մեջ մտնում է եւ վախացնելը, եւ մոռացությունը, եւ այդ ամենը, ու մենք ես դրան միշտ անվանում եմ տեղեկատվական ահաբեկչություն, որովհետեւ մենք ապրում ենք տեղեկատվական ահաբեկչության տարիներին, ու ամենազարհուրելին եւ տխուրն այն է, որ այդ տեղեկատվական ահաբեկչությունը մեզ ենթարկում է մեր ղեկավարությունն, այսինքն ներսից է, մեզ դեմ աշխատում է։ Իսկ այդ ցեղասպանության ուսումնասիրությունը բոլորովին վախացնելու, բոլորովին ողբալու մասին չի, այն զգոնդարցնելու, մոբիլիզացնելու, ցույց տալու ինչ կարող է լինի, եթե դու չհավաքես քեզ եւ ճիշտ որոշումներ չկայացնես, դրա մասին է։ Եվ վերջապես բազմաթիվ հերոսական պատմությունների, բազմաթիվ այնքան սեր կա այդ դրա մեջ, շատ մեծ ողբերով, բայց այնքան սեր, այնքան հերոսություն, այնքան կամք, այնքան ուժ կա, այնքան հպարտանալու առիթ է տալիս։ Որ մենք կարողացել ենք վերապրենք, անցել ենք դրա մեջով
հետո պետություն ենք ստեղծել, այդ պետության մեջ ինստիտուտներ ենք ստեղծել, Արցախ ենք ազատագրել, թուրք ենք քշել մեր հայրենիքից։ Կանք ու մինչև հիմա շարունակում ենք այս խոսակցությունը ներառալ նաև հայկական գործոնի մասին, ցույց է տալի, որ մեր մեջ այնուամենայնիվ կա այդ ատաղձը, այդ ամրության առանցքը, որը մեզ թույլ է տվել այդ ամենը չջարդվել, չվերանալ, չտարածվել, ընդհանրապես դիմադրել ոչ միայն այս Հայաստանի տարածքում, Սփյուռքյան հիմնական գաղութներում, կլներ դա Սիրիայում, կլներ Լիբանանում, կլներ դա Հունաստանում, Ռումինիայում, Բուլղարիայում, հետո արդեն Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Կանադայում, այդ ցույց տվեց, որ մեր ժողովուրդը այնուամենայնիվ այդ դիմադրողականություն ունի, բայց իհարկե դիմադրողականությունը պետք է բարձրացնել լրիվ նոր մակարդակի։ Դրանով կառաջարկել, որ մենք մեր այսօրվա քննարկումը ամփոփենք, որովհետև իսկապես ոնց որ Սուրեն ասես բազմաթիվ թեմաներ այստեղ կան, անվերջ կարելի է խոսել, բայց ես ենթադրում եմ, որ այսօրվա քննարկումը ավարտելը չի նշանակում, որ մենք էլ չենք խոսելու այս թեմաներից։ Մենք ինչ-որ մեսեջներ տվեցինք, էլի, ինչ-որ մեսեջներ տվեցինք, որոնք հուսով եմ օգտակար կլինի մեր հասարակությանը։ Անկասկած կլինի, վերջը եւ մենք եւ Սուրենն իր ոդքասթում, որի հղումում ենք կդնենք բավական որպեսզի հետևեն, փորձում ենք պատմության կամ պատմության անալիզի կամ տարբեր բաների մասին խոսելու միջոցով նաև վերականգնենք, հա, իսկապես այս հայկական գործոնը մեզ դարձնենք հայկական գործոն յուրաքանչյուրս մեր ձևով։ Շնորհակալություն շատ հետաքրքիր էր։ Դուք դիտում եք հայկական գործոնը, մեր հյուրն էր այսօր պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը, ես Նունե Մելքումյանն եմ։ Ես Ավետիք Չալաբյանն եմ։ Շարունակեք հետևել մեր թողարկումներին եւ խնդրում ենք բաժանորդագրվել, հետևեք մեզ ոչ միայն YouTube-յան մեր ալիքում, այլ նաեւ Instagram-ում, TikTok-ում, Facebook-ում, ամենտեղ կարող եք որոնել հայկական գործոն, հղումներն էլ թողարկման ներքևում կան։ Շնորհակալություն։ Ստեսություն ձեզ։ Հաջողություն։